Բարի լույս, սիրելի ժողովուրդ, եթերում է հանրային ձայն հաղորդաշարը, այսօր դեկտեմբերի 8-ն է, արևոտ եղանակ։ Երեխա ժամանակ խոսում է Ամերիկայի ձայնը Վաշինգտոնից, մեզ մոտ առավոտյան ժամը 10 է, արևոտ եղանակ, հիմա էսա 10 էր, 11 աղջի քանիսին էր էդի, տեգնով այդ ժամերին։ Մեր բոլոր մշտական անդամները իրենց տեղերում են, էտա պարոն Աբազյան Բասկաթորի վրան, Անդոյ, Սասուն, Տահաչմարտ, Վայեղազարյան, էտա Քրդստան, Ազատուհի Ղախ Պիտաղեն, Ալամաշխար քո կնկան ծծծնի, Բալիկ ջան, եւ իհարկե Ռուզիկ եւ Քրիստիկ։ Ռուզիկն այսօր մազերի գույնը ներկերա։ Փայփլամա Քո վարսավիրն ով ա։ Ես ուզում եմ քո վարսավիրին տենամ։ Ես մի քանի անգամ ասել եմ, որ ես ուզում եմ քո վարսավիրին տենամ։ Ես ուզում եմ տենամ ով է այդ վարսավիրը, որ տես կարմա քեզի սարքի 18 տարեկան։ Շեդևր։ Աճապարիր դեպի դուռը եւ ներս հրավիրենք այսօրվա մեր հյուրերին։ Արդարադատության նախիրար ամենահանցագործ ընտանիքի ամենաչհանցագործ որդին։ Ես արդեն չգիտեմ, ես արդեն ո՞րորդ անգամն է, այս բոզի տղուն բերում ենք, ամեն հաղորդմանը բան մոռանում ենք ու անցնում ենք առաջ։ Պետոյան Կարեն, Մասիվի Միլպետի տեղակալ, մե բոզի տղա, անցի նստի։ Ես հեսա քեզով եմ սկսելու, որ էլ չմոռանամ քեզ։ Ռոբերտ Քոչարյանի, այսպես ասած, բնակավայրի դիրեկտոր Որսկանյան Արամայիս Լևոնի, անցի, քյոփակ։ Համար 5 Էժմիածնի միջնակարգ դպրոցի կամ ինչ են ասում դրան, ավագ դպրոց, ես միանշանակ ասել եմ, որ ես դեմ եմ 12-ամյա կրթությանը, ուստի կոչում եմ ես միջնակարգ դպրոց։ Տնօրեն Գայանե Սաֆարյան, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան ուրին կնգա հետ միասին։ Ստեղ զանգ ունենք Ալավերդի, ստեղ մի հատ առանձին զանգ ունենք Բողոք, դալշը։ Հայ բիզնես բանկ, ինչա կոչում։ Խնդրահարույց գույքերի վարչության պետ Արտյոմ Մխոյան, մոտդ նշի։ Հրազդանի քաղաքապետ Սասունի տղա, անցի նստի, կենթանասերները եւս մտնեն ներս։ Նայրի կինոթատրոնի սեփականատեր Սմբատ Նասիրյան, այո, Նասիրյան, ես իմ ձեռագիրը չեմ կարող կարդամ արդեն, անցի Գանդոն։ Աբազի հիմնարկը ստեղա, Տարոն Մարգարյան, կադաստրի պետ նախկին Պետրոսյան, հողերի վարչության պետ նախկին Ամյան Արսեն, այս 3 բոզի տղաները, Բակո Սահակյանի Կյաժ Միշան, Դատավոր Սարգիս Երիցյան, ոնց հասկանում են քաղաքացիական գործերով, Երևանի քաղաքապետարան, ամբողջ վարչակազմը, Դուստր Մարիաննա ՍՊԸ, տնօրենը, սեփականատերը, տնօրենը, սեփականատերը, եւ ինչպես նաեւ Պեկը, ստեղ ինչ էր դրա անուն ազգանունը, ինչ չգիտեմ, խիչ չեմ գրել։ Մի րոպե, եւ օրենքով գողերը։ Թվանստեն մտնեն ներս, մեր մի քանի հոգին, ստեղ միայն ոչ իմ Դուստր Մարյանն ա, լավ, այդ անազգանունը հետո ես գտնեմ բանկանեմ, կողարկեմ։ Սեփականատիրոջ, մի րոպե ոնց որ տղրգեցին, մի վարքյան, ես հաճելի նորություն ունեմ։
Սրա որդին էլ մարդակցի ավտոյի տակ, գլխավոր տնօրեն Տիգրան Վարդանյան, ուրա գլխավոր տնօրեն, նշեմ իմ մոտ, Տիգրան Վարդանյան, հաճելի նորություն ունենք իա համար, տղան էլ մարդակցի ավտոյի տակ, յուր թվին, 18 թվին, եսի անցանք, լավ չէ տարկում, Տիգրան Վարդանյան, նացինստի, так, вся семья в сборе, նախ, որ մենք անընդհատ բան ենք անում, մոռանում եմ, ես չգիտեմ խես, մարդը կամ երջանիկ աստղի տակ ածնվեք, կամ շատ ворի աստղի տակ ածնվեք, որ արդեն վայ Ղազարյան, որի օրտ անգամ նա բերեմ ենք ես պետոյան բոզի տողուն նստստում ենք, մոռանում ենք, անցնում ենք առաջ, երևի մի կողմից վատ է երևի, որ 3 հաղորդումա վրա հիշում ենք, նախ Աբազ, Պետոյան Կարենը, որը հանդիսանում է Մասիվի Միլպետի տեղակալը, նշանակվել է Վանաձորի ՊՊԳՎ-ի պետ։ Բնականաբար դոլարնիկը տվել է ու նշանակվել է, բայց ամենահետաքրքիրը նա է, դե մենք հասկանում ենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը չորացած առնանդամի գագաթ է։ Բայց եւ ասենք բոլորովին տարօրինակ չի, որ նախկինների կադրերը օրենքով գողերին չեֆիր։ Նախկինների ոչմ կադրերը շարունակում են բարձր պաշտոններ ստանալ, ոնց որ օրինակ Պետոյան Կարենը, ով ոսկրածուծով Տարոն Մարգարյանի բոզի տղեն է։ Տարոն Մարգարյանն է սրա մորը դոմփե, որեցի ծնվել է, այս աղբի տղեն։ Ու կոռուպցիան, ընկեր Նիկոլ Փաշինյանը, որ ժողովի ժամանակ ասում է կոռուպցիա այլն, էլ չգիտեմ մարդ դրան համարի վարչապետ, չհամարի վարչապետ, կոռուպցիան, ասեք, ոնց է լինում, պոզով, պոչով, սատանայա, ոնց է լինում, մարդն ասում է, սիրո հեղափոխություն եմ անում, մենք մարդ չպիտի դադենք, սիրո հեղափոխություն գնա քո տան մեջ արա, որ կնիկը չբավարարվածի նման, տենմա, ոտերը Բրանդենբուրգյան դարպասների նման, վեշնի բացա, մտեք ու մի հելեք, դու սիրո հեղափոխություն Հայաստանի Հանրապետությունում քեզ անում, բանը ընվեդեն սպասարկող չեկիստին ասա խորոփեն բենիտ մեջ, որ սա կաշառքը տվե ու նշանակվել է ՊՊԳՎ, դու գուրեք, աբա շատ վատ եք աշխատում, շատ, չնայած Հայաստանի Հանրապետությունում չկա մի հիմնարկ, որ նորմալ աշխատի, բոլորի աշխատանքը 2, քոնը դաժե 3-ի չի ձգում, Տարոն Մարգարյանի բոզի տղա, փողը տվե Վայ Ղազարյանի կադրավիկին, նշանակվել է ՊՊԳՎ-ի պետ, ով պիտի ծծծնի, ես, Հելիսիկտիր եղեստից բոզի տղա, Ես ստեղ շուշուտ բանով ուրեմն գնանք, Երևանի քաղաքապետարանը մեր ազգաբնակչությանը ուղարկում է կեղծ SMS-ներ, նման մի SMS էլ ուղարկել են մեր բնակիչներից մի քանիսին, բնակիչները իրանց հերթին հետ ուղարկել են ինձ, ստեղ գրած է, վճարեք 23950 դրամ, դրամ ժամկետնանց պարտավորությունները իրավական խնդիրներից խուսափելու համար, քաղաքացիները հլմեթմ են բանը մուծումն անելու, հենա վեկալ է տեղադրել եմ տելեգրամ կանալ, ասում են դուք ոչ մի ֆինանսական պարտավորվածություն չունեք, ես չգիտեմ Երևանի քաղաքապետարանից որ մի վարչությունն է զբաղվում այս SMS-ներով, որը համատարած գնում է բոլոր բնակիչներին, մարդը ունի ֆինանսական պարտավորվածություն, չունի ֆինանսական պարտավորվածություն, փոխույ, ղրգելա ու ղրգելա եւ ղրգմեն, Սիսի ղախպի տղա, կա մի տեղ, մի բնակավար, մի վարչություն, որ գոնե նամուսով աշխատի, մենք հեսա շատ հետաքրքիր բացահայտումներ կանենք Երևանի քաղաքապետարանի վրով։ Այս կեղծ SMS-ների հետ կապված ես խնդրեմ ավականուն զբաղվի, թե ով է այս բոզիտողությունն ուղարկում ժողովրդին։ Ուրեմն, սենց ուր աբանը պեկը Են որ ասում են լավին լավ, վատին վատ, այսօր մենք անդրադառնալու ենք Պեկին երկու թեմայով, նախ, Դուստր Մարիաննա ՍՊԸ-ն, ուրա, Տիգրան Վարդանյանը, դիմել է Պեկին,
Դիմելապեկին ասում է ինձ հարկերից, չգիտեմ, շահութահարկից ազատեք, ես իմ ինչից ազատեք, իմ վիճակը շատ լուրջ է, ուր Աստված իմ, հեսա։ Մի պայս ուզում եմ սա ընթերցեմ։ Եվ Պեկը պատասխանել է Տիգրան Վարդանյանին, Հայաստանի Հանրապետության Պետական Եկամուտների Կոմիտե, որոշում 87/4, քաղաք Երևան, 17 նոյեմբեր 2023 թվական։ Հայաստանի Հանրապետության Պետական Եկամուտների Կոմիտեի հարկային եւ մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովը բլա հանձնաժողովը այսուհետ նաեւ հանձնաժողով քննության առնելով ՀՀ Պեկ հետ բաց թողնման հսկողության վարձության կամերալ մաքսային ստուգման 17/10/2023 թվականի թիվ 0078A ակտի եւ ՀՀ Պեկ հետ բաց թողման հսկողության վարձության մաքսային գործերի ոլորտում այսինչ որոշման դեմ Դուստր Մարիանայի ՍՊԸ-ի դիմում բողոքը պարզեց։ Դուստր Մարիանան դիմում բողոք է գրել, ասում է ես մշտապես նորմալ ձևով Ռուսաստանի Դաշնությունն եմ ներմուծել կարակ, բայց չգիտես ինչի, իա մոտ մութ է, ես իմ ուզում եմ, որ Տիգրան Վարդանյանի մոտ պարզը ինչա տեղի ունեցել։ Ինչ է գրել, Ռուսաստանի Դաշնության 23 հունվարի 2020 թվականից մինչև 22 թվականը ընկերությունը բարեխղճորեն կատարել է որոշմամբ սահմանված դրույթները եւ համապատասխան հաշվետվություններ է ներկայացրել էկոնոմիկայի նախարարություն, սակայն անսպասելիորեն առանց որևէ նախնական զգուշացման Ռուսաստանի Դաշնության անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության Ռոսսելխոզնadzor 2022 թվականի դեկտեմբերի 01-ի այսինչ գրությամբ արգելվել է 80% զուգայնությամբ քաղցրասերուցքային կարագի արտահանումը դեպի ՌԴ։ Ուրեմն Տիգրան Վարդանյան, սա միգուցե ձեզ համար անակնկալ է, բայց մեզ համար անակնկալ չի։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ տարի առաջ, տարուկես առաջ, Վարդան Ղուկասյանը գրություններ ուղարկել Ռուսաստան գլխավոր սանիտարական Ռոսպոտրեբնadzor։ Հələ անգամ դա տեղադրվել է իմ Telegram կանալում, որ Դուստր Մարիաննա կամպանիա մե բոզիտղա կամպանիա։ Եվ դրա հիման վրա է ձեզ Ռոսպոտրեբնadzor-ը արգելել, որ քո ղախպասնունդը կարակը մտնի Ռուսաստան։ Էդի անակնկալ երեդի կոմար անակնկալ է, ես ուզում քեզ հիշեցնեմ, որ հիմա ասես Telegram-ը թարթելով բարձանաս մի տարուկես վերև, դու կտենաս գրուկա ճամփուկա, որ էտա քո ապրանք բոզիտա ապրանք։ Դրա համար էլ Ռուսաստան են կուլտուրական շարֆով կնիկը Ռոսպոտրեբնadzor-ի իա դլոյ դրես քո բենի մեջ ասեց նյուխած։ Հիմա էլ գրել է բանին Պեկին, ասում է ես այդ ապրանք ուրիշին եմ ծախել, չգիտեմ, ոչ եմ տուժվել եմ, եթե ես շահութահայք վճարեմ 20 կանամ, այդ ապրանքը տվե ուրիշին, այդ ուրիշը չերեսնելով ես իմ ոս մցրել Ռուսաստան, թե չի մցրել կարևոր չի։ Ասում է ես 20 կանամ, ինձ անենց արեք ես շահութահայք չմուծեմ, թող ես միջ քակս չմուծեմ, արդեն կարևոր չի, բայց Պեկը, մոլոդեց, ասելա չէ, պիտի մուծես։ Եթե դու սննկանալու մասին ես մտածում, բոզի տղա, այդ ժամանակ ամեն ամիս Տիգրան Վարդանյան Աննա Բոլենի հիմնադրամին միլիոնավոր դրամներ խիս փոխանցում։ Թե քեզ թվում է որ Աննա Բոլենի հիմնադրամին մուծիր, ինչ ուզենաս եկրի հետ կարաս անես։ Ամեն մուծումից հետո սմետան թանգանամազում թանգանամ պանի թանգան։ Քեզ ով է խնդրել Աննա Բոլենի հետ անցքը լզես Էտա ֆետիշ։ Ու հետո էլ կպնես ժողովրդին ասես թե գիտես ինչ հարգարժան բանապետություն, եթե ես շահութահայք վճարեմ, ես 20 կանամ։ Այ գանդոն, տղետ բանակ ծռայլա, վստահ եմ չէ։ Շնորհակալություն Պեկին, որ ծսրե ու ճամփույա դրե Տիգրան Վարդանյանի եւ մալադեց Ռուսաստան, որ վերջապես հասկացել է, որ քո ապրանք բոզի տղա ապրանք, ասելա հելուսիկ դիրելի։ Ասում անակնկալ, ի՞նչ է անակնկալ։ Բա որ գրետ դրել է դու չէիր մտածել որ մի գեղեցիկ օր ռուսը ծծնելու է։ Ծծրեց։ Համավեճ։ Ամեն ամիս գումարա փոխանցեմ Աննա Բոլեին, խիր փոխանցեմ գանդոն։
Իսկ ինչ վերաբերում է մյուս բողոքին։ Ուրեմն ընկեր Նիկոլ, օրենք է սանել, որ մինչև դեկտեմբերի 31-ը վրացական համարներով մեքենաները մաքսազերծվում են 40% զեղչ, մինչև 5 տարի, 40%-ը պետությունն է տալի, 60%-ը քաղաքացին է մուծում, 5 տարեկան ավտոները։ Մարդիկ հել է գնացել են Լեննագանի տամոժնա, թքել են վրեկը ճամփու են դրել, ասել են այդպես բան չկա, 100%-ը պիտի բան վճարեք։ Խաբար է սա բաց։ Այսինքն ձեր ընդունած օրենքը անգամ չի գործում։ Իրար հետևից մեռան շոֆերնիկը զանգելով ասում է մեքենայով եկել եմ, մաքսային ասում է չէ, 100%-ը պիտի բան վճարեց, ասում եմ այ մարդ, օրենք կա, 60%-ը ես, 40%-ը պետությունը, ասում է չէ, իդի նախույ։ Այն օրենքի քանը բաներ, անունի չէր, տոպրակները, ցելափանից տոպրակ նեմա, չպիտի լինի, չէ, խոսակ չի, խոսա, եղել է, Միջև այսօր ցելոֆանի տոպրակները սախանութներով տալ։ Լուսը վրետ անջատին, բոզի տղա, ժողովի ժամանակ լուսը գնաց, գմպ։ Դու անգամ դրանից հետո Հայաստանի էլեկտրոցանցերի պետը գործից չազատվեց։ Այս տիպի չմո ղախպի տղեն նստե կառավարության շենքի մեջ, ժողովուրդն էլ գիտի վարչապետ ունի։ Օրենքը հանում չեն անում, տոպրակի մասին չեն անում, կոռուպցիա ծաղկմա, չգիտեմ, լուսերեն անջատում են հեշ խռնչի, էլեկտրոցանցի պետ չի ազատ, ոչ չի բան, բարդակ։ Սրա հարցը ով պիտի լուծի Ռուստամ Բադասյան կամ հելեք հայտարարեք, որ այս օրենքը չի գործում, որ այդ խեղճ մարդիկ ընկնավորին ման չկանացնեն, լենական հետո ընդեղից վազելով գան հետ։ Գումարած դրան Քանի որ այն որ ասում է հակել են կանալին, միատել է թանկ։ Ալամ աշխարհով մեկ։ Ընկեր հմեկը վեկալավիա կապուտ միկրոֆոն։ Վազավ գնաց հասավ Բերթերի դռներ։ Ռեպորտաժ ցույց տվեց է հմեկը Նիկոլի Բերանն է, պետական հերոստանգերություն, հանրային հերոստանգ, հանրային ձայն, որը չոտքի է խոսում, ու կա հանրային հերոստանգերություն։ Գնացին ասին, որ Բերթերում ջուրը ալևս որպես կշիռ չեն հաշվելու։ Քելակատարողական հիմնակ, որ տանը մեզ տուլիկ 20 կիլո է, որից 2 հատ ջուր ես առնեմ դնեմ, տարավ 10 կիլո, խեշ կալանավորը պիտի ստանա կամ դատապարտել 10 կիլո պակաս։ Դրին ռեպորտաժ հրապարակին, կուլտուրական կնանիկ ռեպորտաժներին եւ այլն, մինչեւ այսօր ջուրը հաշվում է որպես քաշ։ Արդարադատության նախարար Գիգիշ Մերդ ես ստեղ հիշեցի մեր հարևան Զոյայի աղջիկ Մանուշակին, որ կայնավեն Արոյին ասեց, հերդ գիշ, մերդ գիշ, դուք էլ գիշ, ինչ եք ուզում մեզանից։ Հիմա ես մի փոքր վերավորակավոր եմ, հերդ հանցագործ, մերդ հանցագործ, աղբերդ հանցագործ, ինչ եք ուզում մեզանից։ Բոզի տղա, օրենք է եկան է, եկան, գրին, ջնջին, հրապարակին, ափլաուս տվին ժողովրդով եւ այլն, որ ջուրը ալևս քաշ չի։ Մինչեւ այսօր ջուրը համարվում է քաշ։ Ինչու հարց։ Այդ օրենքի որոշումը քիչ չի հասնում քերակատարողական հիմնարկներին։ Դաժե հմեկով ցույց են տալում, ասում են այսօրից արդեն 3 ամիս այդ ռեպորտաժից անցել է, որ մտնեն բանը հանրային հերոստանգերության արխիվ YouTube դե մեկ չունենք։ Բացեն կտենան 3 ամիս անցել է, բայց միևնույնն է ջուրը մնում է քաշ։ Բայց սաղ կալանավորնիկը, դատապարտյալնիկը հավքվեն իրանց մեջի ջուրը լցեն ընտանիքիդ բենի մեջ, պրյամը իս իստոչնիկա առանց շոչիկ։ Չկա, ով իշքան կարա, թո մեզի բենիտ մեջ, բոզի տաղա, այդ ակնոցները, որ բալքեմ պայպլի, շերրի գույնից, օրենք ես ընդունե, ուրա։ Արդարադատության նախարար դու ես, քերակատարողական վարության պետ էլ ԺՊ-յա, յակա, յա չկա, հələ դրան թողում է միանի վրա չեմ անդրադառնում, դեռ օրենքն ուրա։ Հա? Իտակ, դատապարտյալը կալանավորը պիտի ունենա նորմալ ջուր խմելու, գիտենք, որ չկա, այդ կրանթի ջուրը խմելու չի։ Օրվա մեջ էլ տալիս են մի քանի ժամ, այս քեշ մարդիկ ինչ անեն,
Հետաքրքիր է, գողական աշխարհի, հանցագործ աշխարհի, կրիմինալ աշխարհի բոլոր օրենքներով զբաղվում եմ ես, քանի որ խոսեցինք այդ դրանից, նախորդ հաղորդման ժամանակ ես անդրադարձել մի հատ խնդիր դրեցի, չէ՞ որ հարևան Ջանոյի օրինակը եւ գող փստունիկ էր, փնդուլիկ էր, ոչ մի այդ բանը, փստունիկի պատմությունը։ Ես ուզում եմ ասեմ, որ ինձ այդպես էլ խնդրի պատասխանը չեկավ հանցագործ աշխարհից, ինչպես վարվել։ Փոխարենը ես գտա մի հատ Սվետո, կարճ ասած, Սվետոյ դոկումենտ քրեական աշխարհի համար։ Այն որ ասեմ, պատծակմա։ Ուրեմն կար Վասյա Բրլյանտ, այն սովետի մեջ հայտնի օրենքով գող, այն որ ասեմ, գողական աշխարհի Սուրբ Պետրոսն էր, ստատուսով նոր մնացած բոլոր մապոնչիկ դրա դեմը 00000։ Ուրեմն ես գտել եմ Վասյա Բրլյանտի բացատրությունը, դոկումենտը, որը գրված է, հեսա կդնեմ Telegram, հատուկ ձեր համար, պատմական դասընթացներ։ 1959 թվականի մայիսի 16-ին, այս ժամանակ ոչ Յապոն չի կար, ոչ Ժիրո կար, ոչ չգիտեմ ընդեղ մնացած գողական աշխարհի ներկայացուցիչները։ Մարդը գրել է իաձերով, բոզի մոտ, Объяснительное Зек Իվանովա տավո, ու նշում է «Я вор», արտահայտությունն էլ տակը ընդգծված, այսինքն ցանկացած պայմանում, ցանկացած իրավիճակում օրենքով գողը իրավունք չունի հրաժարվելու իր տիտղոսից։ Եթե բոզերի մոտ եք հրաժարվում ձեր տիտղոսից, բայց ում մոտ չպիտի հրաժարվեք, կտվորուհի Մելանի, թե տաքսու շոֆեր Վրամի, ում մոտ։ Ես սա դնում եմ Telegram կանալ, որ մի հատ տենակ, ձեր կնքահայր, ձեր աստված Վասյա Բրլյանտի գրածը։ Իմիջիալոց այն թվերին այդ բառի համար ոչ թե դադում էին 7 տարի, այլ գնդագահարում էին տեղում։ Նամանավանդ պատերազմի ժամանակ։ Ու մարդիկ նախընտրում էին գնդագահարվել, ուրա։ Քանց հրաժարվել իրենց օրենքով գող լինելու տիտուլից։ Ստե դնեմ, դորա, էսի հատուկ անուշ ապերների համար։ Ստե տակնել գրեմ եմ, լատինատար, անուշ ապերների, Я вор։ Մարդը հրաժարվել է բերդ մտնի, որովհետև եղել է կարմիր զոն, ոնց հասկանում եմ իա գրածից։ Իսկ քրեական պատասխանատվությունից խուսափելը տիտղոսի համար, եթե դուք օրենքով գող եք, ուրեմն այո, պարտավոր եք գնալ եւ նստել, կամ հեռանալ տվյալ երկրից, օրինակ Կալինինգրադ ոչ մի օրենքով գող չի մտնում, կատեգորիկ։ Ինչու, որովհետև Կալինինգրադը կրասնայա զոնն է։ Եվ գիտեն, եթե մտավ ընդեղ ընկավ սուկեքի մեջ, օրենքով գողը այլևս դառնում է տումամբա։ Մարդիկ չեն գալի Կալինինգրադ։ Նույն ձևիկ ձեզ հորդորում ենք հեռանալ Հայաստանի Հանրապետությունից կամ ընդունել ձեր թագը եւ գնալ համապատասխան քրեակատարողական հիմնարկ։ Իմիջիալոց շատ խառը իրավիճակը Աբազյան Արմավիր ԿԿ-ում Պալաժենեցին են 3 տարե, 3 չէ մյուս օրը, ուր են բերել են կոմոդ, ընչեք տարե պալաժենեցին, թազա պալաժենեց եք ուզեմ բերել Աբազյան, չգիտեմ, ասին պալաժենեցին տարել են, Ռուզիկ դու գիտեի, Քրիստիկը գիտեր, խմորումն էր ալլում, խմորումն էր, Արմավիր ԿԿ-ում, լավ, եկեք շարունակենք բողոքների թեման, ստեղ մի անձնավորություն կամ, ցանկանում է ուղիղ եթերով դիմել գլխավոր դատախազին, բայց քանի որ գլխավոր դատախազը բացակայում է, այստեղ է գտնվում տհաճ մարդը,
Զանգում ենք տահաճ չհասկացա ես մեսենջերով պիտի զանգի բլոկվավ մեր մեսենջերը մի քիչ փորձենք Ալո Բարև ձեզ Ես որ խնդրեմ մի հատ ձեր հեռախոսը հետ ուղեք կամ չգիտեմ տեղը կապը ձեր ձենը շատ խորքից է գալի Այմա լսում ենք ձեզ մի հատ եթե նաուշնիկը հանեք կամ չգիտեմ ինչ եք դրել Ինձ ասեցին, որ դուք ուզում եք դիմեք Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ձեր խոշտանգման դեպքով, այո? Այո, դուք ճիշտ հասկացաք, մի քիչ բարձր խոսացեք, Աննա Վարդապետյանը լսում ա ձեզ։ Ալո։ Լսում են ձեզ, ասեք։ Ինչու՞ մազել բողոքը կայանում։ Նախ վարդապետը ուզում եմ ներողություն խնդրել ձեր աուդիտորիայից։ Այդտեղ մի քիչ լավ չատայտեմ աուդիտորիայի ներողությունը։ Մի քիչ արագ խոսեք, հա։ Խոսակցականին բարակցական մի խոսքով կարող հայհոյել։ Նու աշխատեք մի քիչ հայհոյեք, հա, բայց ասեք, անցեք բուն թեմային, ժամանակը գնում ա։ Ժամանակը սկսվեց։ Ամբողջ խնդիրը Բոգոյի հետ է, նորագյուղի Բոգոյի հետ է կապված։ Ահա։ Ես իր մոտ աշխատել եմ։ Ահա։ 16 թվականին, 16 թվական, 16 թվականի աշունը մինչև 17-ի ձմեռը աշխատել եմ։ Մեքենա եմ վերցրել իրանից աշխատել եմ։ Մի քիչ բարձր խոսացեք։ Իրան ամեն դեպի գնալ գալու համար գումար են, վճարը մի խոսքով շատ բաներ չեմ ուզում մանրամասն։ Իրանք նապատում ինձ լավ սեքել են, լավ ջարդել են, $5,000 ինձանից խլել են։ Այդ ձեզ ծեծը ջարդը կիլիկյացի, նորագյուղցի կիլիկյացի, Բոգոյի հետ որ թվին ա եղել։ Դեպքերը 17 թվի սեպտեմբերին։ 17 թվի սեպտեմբերին ձեզ տարե խոշտանգել են։ Այո, 17-ի սեպտեմբերին ա եղել դեպքը, 17-ի սեպտեմբերին ես կորտեսի դիմել ոստիկանություն, ինքնին գնա դիմի, օրենքը ներն ա, երկիրը ներն ա, ինքը Սամվել Ալեքսանյանի մոտից ընկերն ա, կոպիտ եմ ասում, Սամվել Ալեքսանյանի կիլերն ա։ Ահա։ Երժավայի ակադիկի խնդամին ա, ես ասում եմ սոց ապիցալի, որ բոլորը լսեն, բոլորը լավ գիտեն։ Բայց մի քիչ բարձր խոսացեք նորից եմ ասում։ 2018 թվականին երբ որ եղավ այդ սիրո հեղափոխությունը, այդ սիրո հեղափոխությունից հետո գնացել դիմել եմ ոստիկանություն, դիմել եմ այն ժամանակա ԿՀԴՊ ԳՎ։ Ահա։ Մի րոպե, ձեր խոշտանգելու ժամանակ, մի րոպե, այսինքն 17 թվին դուք ոստիկանություն չեք դիմել, ձեզ ուղղակի ծեծել են, խոշտանգել են, գցել են միան։ Դուք ոստիկանություն գնացել դիմել եք Նիկոլի իշխանության օրոք արդեն։ Ես ճիշտ հասկացա։ Այո։ Գնացիք դիմեցիք ոստիկանություն, ինչ արեց ոստիկանություն այն ժամանակ Օսիկյանն էր։ Ինչպես։ Դիմեցիք ոստիկանություն, ինչ եղավ։ Դիմեցի ոստիկանության ԿՀԴՊ։ Հասկացա 6-րդ վարչություն հետո։
Հա, 6 օր վարչություն դիմեցի, գործ հարուցվեց առևանգում, շորթում, այդ ամենից վերջ, եկել է գործը կանգնել է ինքն իր ակցություն են դրել, դրանով էլ եղել է քննիչ ՀԿԳ քննիչ Դավիթ Սարգսյանը, նախկինում ինքը եղել է Դավիթ Սարգսյանը, Աբարանցի նույն Բոգոյենց Աբարանցի Դավիթ Սարգսյան քննիչը, հասկացանք հետո վերբով կարեցին, հետո հիմա ձեր գործը որտե՞ղ է, ձեր խոշտանգման, առևանգման, ինքնիրավչության գործը սաղ ջրեց թակեց, դենակ ջրեց բանը ինքնիրավչությունով են բանը ամունիստը կիրարեց դատավորը վրեն թողեց դուս այսինքն բանով դատարանով գործը փակվել է որ թվին է փակվել որ թվին է փակվել Ալո Ձեր կապը մի հատ բան արեք, ոչ իմ կարգավորեք, դուք ինձ լսում եք? Գործը որ թվին է փակվել? 19 թվին փակեցին իրանք։ Հետո փակելուց դրեցին ինքնիրավչություն դրեցին, հենց Տերյամո Բոգոյի Բարգանավի վրա, Ավոյի վրա դրին, էդի, ու փակեցին։ Հիմա ինչ եք ուզում գլխավոր դատախազությունից։ Քննիչ Դավիթ Սարգսյանի հետը ձեռքի Քննիչ Դավիթ Սարգսյանը կազմել է ղրգել, այնտեղ դատախազ կա, դատավոր կա, դուք բողոքել եք դրանից հետո 19 թվից դիմել եք դատախազություն Արթուր Դավթյան Գանդոնին կամ եւ այլն մյուսներին դիմել եք։ Ասեմ ձեզ, ես ունեցել եմ անգամ պաշտպան անգամ հանրային պաշտպան եմ ունեցել։ Հանրային պաշտպանի բերանը քակեմ հանրային պաշտպանի վրեն։ Հանրային պաշտպանը պաշտպան չացանք առաջ։ Հիմա ինչ եք ուզում։ Այդ ժամանակ եղել է Անժելիկա, ես չեմ հիշում մնացած աննազանն է։ Իրանք սաղն վերբով կարեցին, բայց գործով մի հատ վկան, որ իմ աներն էր, իմ աներոջը Բոգոն արավ մի հատ ավտո առավ նվեր տվեց։ Աներոջը տանուն ինչ է։ Իմ հանդեպ Վարդան։ Բոզի տղա Վարդան։ Էդի քո աներն է։ Չէ, դե իմի բայց ինչ կապ ունի։ Այսինքն մի րոպե, եթե Բոգոն քեզ ա տփե, ավտոն աներոջը խի ա տալım, դու քեզի ավտո տար պնպրծնեիք, ոչ թե քո բոզի տղա աներոջը։ Ասեմ, աներոջ հետ ամեն ինչին ներկա եղել։ Ահա։ Աներոջ որտեղ ոստիկանություն Գարսուցուցում տալ, դրա դիմաց նվիրատվել ավտո։ Ինչ ավտո է տվել Բոգոն։ Մերկեդից անվերտվել, 6 ամիս հետո խփել են, ջարդել են, միջև հիմա պես ջարդած իր հայացը շպրտացա։ Երև Աստված, ներն եմ ասում զորությանը։ Երկնային գրասենյակ լավ աշխատում։ Հիմա մենք ումից ենք բան ուզում, Բոգոյից, թե գլխավոր դատախազությունից։ Ուզում ենք գլխավոր դատախազությունից գործը վերաբացեն։ Գործը վերաբացեն։ Դու քրեական գործի համարը ունես ձեռիդ տակ։ Ես ունեմ, սա վճիրներն էլ ունեմ, կուղարկեմ ձեզ, պարոն Ղուկասյան։ Ինձ մի ուղարկի, գլխավոր դատախազություն գրքի։ Ահա, հա։ Ես ունեմ զապիս, ասեմ, որ լսեք։ Ահա։ Մենք զապիս եմ անում, էդի կոչմա չորնի զապիս չէ, որ պահում, որ իրան զապիս եմ անում։ Զապիս անելու ընթացքում ինքն ինձ ասում է, եթե եխեթամ ընդեր մի հատ ավել պատած բան ասեմ, Բոգոն ինձ ասել է, ումդ կվարեմ։
Էդ ասում ով։ Ինչ ունեմ, ներկայացել եմ այդ աներս։ Հա, աներդ։ Լավ, հիմա դու ինչ ես ուզում։ Ուզում եմ գործը վերաբացենք, վերանայենք։ Վերաբացեք, վերանայենք։ Դու ուրեմն մի հատ Վարդապետյանը ձեր մոտ հիմա նստած է, գիտեմ հանրամ Վարդապետյանը ձեր մոտ նստած է։ Անա Վարդապետյանը հիմա նստած չի, բանը հաճելի մարդնա նստած, հա, այսօր չենք կանչել, հաճելի մարդնա նստած, ուրեմն դիմում գրեք հաճելի մարդու բանով այդ անոնով նորից, որ ուզում եք, որ շեմ դիմեք, որ գործը վերաբացվի նորագյուղցի, չգիտեմ, կիլիկյակցի բոգոյի վրով։ Նորագյուղցի բոգոյի վրով պետքա բացվի այդ գործը, իրենք պետքա չապրեն սենց։ Եղավ։ Լավ, հասկացա ես ես։ Ուրիշ ասելու բան ունեք։ Երկու պատերազմի մասնակից եմ, իմ հանդեպ սենց են վարվել։ Բան չասեցի, ուրիշ։ Իսկ սրանք ելել են իմ դեմ թշնամություն են ձեր դեմ։ Ուրիշ ասելու բան ունեք։ Ես սա ասեցի բան։ Շնորհակալություն։ Լավ։ Ես ձեզ եմ շնորհակալ աուդիտորիալներ ներողություն։ Հաջողություն։ Չէ, դա ավելի պակաս չէ, մի հատ բոզի տղա բարեր, էդ էլ հեչ։ Էդ քաֆուր չի։ Աները բոզի տղա։ Հետո էդ էլ քաֆուր, էդ էլ ավշա։ Նայեք, բացեք, ումա առևանգ է ինգերբանը բոգոն, ումա ծեծե, աներ, վարդան, դեզդեն, մարդ ուղակի չուզեցավ եթերով յա աոնը տալ։ Նայեք, տեսեք, ինչա քաղաքացուն պատասխանեք, քնիչին էլ ծծցրեք։ Ասում եմ, աները բոզի տղայո, այդպես բոզի տղաներն էլ իքնո։ Մեր զանգը։ Մեկ ու դեղ զանգերանեք, անցնենք առաջ։ Մի քիչ արագ խոսացեք, ժողովուրդ ջան, մտածելով, կակազելով, ես որ տենց բան պատմեի, պատմության դաս Մկրտչյան, Լիդան Մկրտչյան, Լիդան մացանակատար բնկլխիս։ Անցանք առաջ։ Շամեմ, նե։ Ստեղ Կնիկը չպատասխանեց։ Ալո, բարև ձեզ։ Տիկին Սաֆարյան դուք եք։ Այո։ Տիկին Սաֆարյան, ձեզ անհանգստացնում է Վարդան Ղուկասյանը հանրային ձայնից։ Ես մեկ հարցով եմ զանգահարել ձեզ, որի հետ կապված մենք ստացել ենք ահազանգ։ Դա համար ես որոշեցի հարցնել անգամ անձամբ ձեզանից։ Դուք Էժմիածնի համար 5 ավագ դպրոցի տնօրենն եք, ճիշտ է։ Այո։ Ձեր դպրոցում օրեր առաջ, այսինքն ամսի 21-ին, ներողություն, 20-ին, չէ, 17-ին տեղի ունեցել միջադեպ ու այդ ուրբաթ օրը կապված 15 տարեկան երեխայի հետ Նարեկ Հովանիսյանի, ով ամսի 2-ին դեկտեմբերին մահացել է։ Ձեր Ազատություն ռադիոկայանին տված ինտերվյուի ժամանակ դուք նշել եք, որ երեխան հիվանդ ա եղել թոքաբորբով։ Ճիշտ է։ Դա ուրեմն ես հետևյալն եմ ասել։ Միջադեպը եղել է, կամերաները ֆիքսել են ընդամենը 30 վայրկյան, ուսուցիչները հաշտեցրել են, իրականում հրմշտոց է եղել ավելի, քան թե այդ կրտուկ ինչ որակվում է, ես դա ասում եմ Ընդեղ կիրառվել է սուպլեքս պրիոմ աշակերտներից մեկի կողմից վեկալի երեխին տվել են բնգեդին։ Դուք եթերի ժամանակ ասում եք թոքաբորբ։ Կարելի է։ Ասեք, մի քիչ բարձր։ Ես ասեմ ճշմարտությունը։ Ասեք։ Այն ինչ որ ես եմ դիտարկել, որովհետև ինչ նյութեր կան, ես տրամադրել եմ անչափահասների բաժին, քննչական բաժին ու խնդրել եմ, հորդորել եմ, որ
ճիշտ հստակ քննություն անցկացնեն եւ մեղավորը պատժվի։ Ահա։ Ես այդ բրոմի անունը չգիտեմ, ես ընդհանրապես բանակցական կրթությունն սպորտից հեռու եմ։ Ես էլ։ Ինքն տեսնում ես կադրերի մեջ։ Ուրեմն երեխաներից մեկը, որ ասում են մի հայտնի կպնում են իրար եւ այլն, ես տեսնում եմ շատ հերվից է լավ չի երևում։ Դեպքում է իրենք երկուսով ընկնում են գետնին։ Ահա, դա կոչվում է սուպլեքս։ Այդ երեխան ով որ գրկատելին ընկնում է, այդ խեղճ երեխան ընկնում է նրա վրա։ Ահա։ Այսինքն եւ որովհետեւ կարմիր աղաց է վոլեյբոլի այդ դաշտում։ Ոչ մեկին վնաս չի կարող լինել, եթե վնաս լիներ իրեն չէ լինելու, այլ իր տակ ընկած տղային։ Հետո ես այդքան ինձ զննողականությունը գուցե բան չի, այդ քննիչները որ նայել են, օպերները որ նայել են, առաջինը վերեկանում Նարեկը շամբան փոքր հապ տալիս, հետո նոր մյուս տղան է վերկանում։ Ու ընդհանրապես այդ երկու կողմից պահում են, որ հարվածներ չդի, օդի մեջ ինչ-որ ակլորագրվի կարգ ինչ-որ բան, եւ ասեն երևում է, որ ուսուցիչը մի կողմ է քաշում մեկին, ուսուցչի օգնականը մի կողմ է քաշում մեկին, եւ 1-2 րոպեի ընթացքում ասեն դաշտը նորից բարձր է, զրուցում են հետները, իրենք ձեռքսեղմում են անում, հաշտվում են։ Դա արդեն կարևոր չի, կհաշտվեն թե չեն հաշտվի։ Լավ, մի րոպե, ես մի հատ բան ասեմ, Տիկին Սաֆարյան։ Նայեք, ուրեմն 17-11-2023 թվականին ուրբաթ օրը եղել է դեպքը։ Ամսի 18-ին ինքը զգացել է ընդհանուր թուլություն, գտնվել է ֆերմայում, որտեղ որ դուք եք ասում, բայց ոչ մի աշխատանքի չի մասնակցել։ Ամսի 20-ին ցավ աջ ոտքի դեմ ասում եմ, ամսի 20-ին նոյեմբերի ցավ աջ ոտք, ծնկից բնվերև եւ այլն, տանում անում են ռենտգեն։ Ամսի 21-ին աջ ձերքի մատի վրա պոլիկլինիկայով այնտեղ առաջանում է թարախակալում, էժմիածնի գրագետ բժիշկներ ասում են ֆորացիլինով թռչոց։ Ամսի 22-ին ոտքը նկարահանում են Երևանում, ասում են սալջարդ։ Դրանից հետո ամսի 23-ին այնտեղ բանը ջերմություն եւ այլն, վիրակապ, որից հետո առողջության վատարացում է տեղի ունենում, տանում անում են ռենտգեն, ամսի 23-ին վերջապես թոքի շրջանում եւ ախտորոշվում է թոքի սալջարդ։ Եվի դրանից տեղյակ եք, որից հետո ոչ թոքի սալջարդ։ Ոչ թոքի սալջարդ։ Կարելի է դեպի բան ասել, ինչ-որ տեղյակ եմ։ Ուրեմն ես տեսա, որ համացանցում Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի տեղեկատվությունն էր, այնտեղ ավելի ճիշտ է, որտեղ ես մասնագետը չեմ, ես գիտեմ այնքան, ինչքան որ գիտեմ։ Դուք լսել եք տելևիզորով թոքաբորբ։ Դուք լսել եք թոքաբորբ բառը հեռուստատեսությամբ։ Ես լսել եմ, որ երբ կողմանի թոքաբորբ է 80-90% ակտահարված եւ արյան վարակ, այդ նույնը դրված է բանում նաեւ այդ Սուրբ Աստվածամայրի տված տեղեկույթում։ Ես այնտեղ չեմ եղել, ես դիջիտ արյան վարակը մատից, բայց ըստեղ բանը կատեի պատասխանով տալիս է բան, լավ, էդի թող կպարզի դատաբժշկականը թոքի սալջարդ եւ իհարկե։ Կարելի է ես ասեմ, ուրեմն այդ լրագրողները որ խոսում են, ես ասում եմ այսպես, լսել եմ այսպես, ուրեմն ինտրիգայի մասը խոսքի ցանում են դնում են, բայց այն որ ասում են ես բժիշկ չեմ, ես այնտեղ ներկա չեմ գտնվել, ու այդ ողբերգական բանին երբ որ կին եմ, ես շատ ցավ եմ ապրում, կյանքի կորուստ է, դա ինձ համար շատ ցավալի բան է, այդ բանին ինձ խոսեց նույնիսկ ինձ ձայնը դողում է, ու իրանք դուրս են բերում ինտրիգայի մասը հրապարակում են չի կարելի, ծնողների այդ վաղ վիճակում այդ ինտրիգայի մասը դնելը ոնց որ կեր բորբոքեն, ես հետո ասում եմ, որ ես շատ ցավում եմ, ես բժիշկ չեմ, ես իրավագետ չեմ, Ես հասկացա, ես մի հատ ամենակարևոր հարցն եմ ուզում ձեզ տալ, Տիկին Սաֆարյան, դուք ներկա գտնվել եք երեխայի հողարկավորմանը։ Ես ամբողջ կոլեկտիվը գնացել եք, մինչև հիմա գրիպով հիվանդեմ, այդպես հանրության մեջ չուզեցա մտնել, սարք է տարվել, ամբողջ կոլեկտիվը
Որովհետև աշակերտի ծնողը հայտարարում է, որ դպրոցից մարդ չի եկել։ Ծաղկեպսակ եկել է, բայց դուք չեք եղել, փոխտնօրենը չի եղել։ Ոչ, մի ծաղկեպսակ կոլեկտիվի կողմից անձամբ ես եմ կազմակերպել, մի ծաղկեպսակ ծնողների կողմից ներկային գտնվել ծնողական խորհուրդը, մանկավարժական խորհուրդը, իմ տեղակալները, ուղղակի դիմակով չուզեցա գնալ, ես մինչև օրս հիվանդ եմ, եւ ներկային գտնվել մինչև վերջ հոգեհանգստին շատ խցկոց է եղել, քիչ մարդիկ է։ Ալո։ Ահա, տնօրենը կապն անջատեց։ Ինչ է եղել։ Սա էլ տնօրենն է։ Հասկացա։ Մենք բողոք էինք ստացել, այսինքն ես որքանով տեղեկացա հանրային ձայնը, սա ով է։ Տնօրենը ներկա չի գտնվել աշակերտի ոչ հողարկավորմանը, ոչ հոգեհանգստին, եթե ինքը նշում է տիկին Սաֆարյանը, որ հեռախոսն անջատեց, նշում է, որ ինքը եղել է գրիպ, թեկուզ գրիպով կարելի է դիմակով գնալ մի փոքր հեռու կանգնել եւ ներկա գտնվել իր իսկ ղեկավարած դպրոցում տեղի ունեցած խայտառակ միջադեպի արդյունքում մահացած երեխայի հոգեհանգստին։ Այնտեղ թոքի սալջարդը այլ ոչ թե երկկողմանի թոքաբորբ, ոնց որ փորձում է դզել բժիշկ Կոնդյանը Էժմիածնի, ում թորն է եղել ծեծողներից մեկը։ Ամսի 23-ին նոյեմբերի երեխան, այսինքն Նարեկ Հովհաննիսյանը հոսպիտալիզացվել է Ծերեթելի մանկական հիվանդանոց реанимացիա եւ 02-12 դեկտեմբերի 2023 թվականին մահացել է։ Ստեղ կա Այրան Վարակետ մատը, որ վնասվել է այդ ժամանակ, եւ այդ թոքի սալջարդը, որը որ տվել է կատեն։ Շատ հետաքրքիր է։ Սա ինչ է ինձ ուղարկել, ինչ ձայնային։ Ղուկասյան ջան, աղոնա ցավատանեմ այդ Արմանը, որ հիմա անունը տալիս է։ Ուզում եմ հիմա ուղիղ եթերով ձեզ մի հատ ռեալ շատ ուժեղ նորություն ասեմ, հատ իրան հարցնեք։ Ասեք ինչի համար աղոն քեզ խոշտակի։ Connected to Galaxy SQ2L. Զանգենք։ Ուղիղ եթերով մարդ ուզում է հարց տա։ Ալո։ Ալո։ Դուք ուղիղ եթերում եք, ոնց որ ցանկացաք, բարև ձեզ, ներկայացեք։ Բարև ձեզ, Ղուկասյան ջան։ Աղոն ես եմ ցավատանել։ Ահա։ Շարունակեմ խոսալ։ Իհարկե, իհարկե։ Ցավատանեմ։ Շատ ուրախ եմ, այդ շատ ավելի ճիշտ ասած, այնքան ուրախ եմ, որ այս թեման ուղիղ եթերով ուզում եմ ինքն լսի։ Ինքը ով։ Ու խնդրում եմ այդ Արման Կոչեցյանը, որ ձեզ քիչ առաջ ուղիղ եթերով ներկայացնում է մեր վիճաբանությունը կամ մեր վեճը։ Հիմի մանրամասը երկու բառ ասեմ, մեռնել կյանքի, իրան խնդրում եմ մի հատ հարցրեք, ասա, դուք Ավոյի մոտ աշխատել եք, Ավոյից խնդրել եք Փագովի մեքենա, որ քշե Ղարաբաղ էթա գա։ Ես տվել եմ իրան մեքենա, որ ինքը էթա Ղարաբաղ գա։ Նոր տարվա դեմ ժողովուրդը դե ունեն զինվորներ, ունեն սարդատներ, ունեն հարազատներ, ստեղից վեշեր եք ուղարկել,
լիքը մարդիկ գուլպաններ, մայքեք, մեղր, կարակ, հեռախոս, հող, որ պետք է նոր տարվորով հասնի իրաց երեխեքին։ Վերջը բացում եմ Պոլնի ավտոն, ասում եմ Արման ջան, քեզ հաջողություն։ Հասի սա սալամատ հետ դասի, Արման հետ հիմա վերջը չի տանանտալեմ ոչ մի զինվորի, սա վերջը 8-ը բացում է երշիկով, ավերով, նու կասելվնի ինչ որ տվել է ժողովուրդը, դրանք սա 8-ը 6 ամիս չի գալի ավտոն թողումա չոլերի մեջ եղնիկներ չհասած, ավտոն լրիվ թալանում են ինձի խաբար են անում, մյուս տաքսու վարորդեն ասում են աղո ջան, ավտոն չոլի մեջ է գցած, ասում են ոչ չոլի մեջ է գցած, ասում են հոտու գիշտ եք որտե, ասում են ես ինչ հատվածի վրա, Էվակուատր եմ ուղարկեմ, ասում եմ գնացեք բացեք բերեք, բարձեմ բերում են մի 7-8 ամիս հետո ես նոր իրան պատահական Երևանի մեջ չգտնում եմ, բայց ես այդքանից հետո մի հատ իրան չասեմ այդ բոզի տղա, բա դու ուր ես այդ զինվորի հացը չտարատվի, այդ զինվորի շորերը չտվի, զինվորի պայոկը չտվեցի, այդ սաղցնով մեն նեկանացի ես հացաղին հատուցեցի։ Հասկացա ես։ Լավ։ Օրենքին օրենքներ կանչել է քննությունը արելա, նույն րոպեին սա մանրամասը հասկացել են, որ պրիչոմ ստե բոգոն։ Ես ասեք, եթե ինքը կա ավտոկայանն է, նշանակա բոգոն մեջ տա։ Չէ։ Ունի բոգոն։ Դա իրան ասում, ասա բոզի տա, ընդհանրապես դու բոգոն, բաշը քեզ տեսելա, քեզ մոդի եկելա, քեզանից խաբար, ամա խնդրում եմ այդ հարցիրան դու։ Դեսյան անպայման դենա դուք հարցը տվեցիք։ Եթե չէ, եթե տես բան արել, ուրեմն լավ եք արել։ Լավ, հասկացա ես ես։ Զինվորի պայոկը տանելով մա դաժե դատարանով դատավորի մոտ ասի, եթե դրա համար իցի հասմատար դատեք, ես դրա մաման պետք է ծծծվեմ։ Ու իրա մորը թուները, մեղեն կյանքի։ Եղավ, շնորհակալություն, ձեզ բարի ժամանց։ Օրենքն ոչ պատս է, ոչ էլ բան արեց, ասես դու եկան ճիշտ բան ես տալը, որ իրա մաման թունը, սվաբոդը յուրի դու դետշկին է, սվաբոդը իզալը, շո ախտորես։ Էլո, հա, Այ աստված մեր ժողովուրդը ինչևից է եթե ինչ է աբոյա բանա սենց հասում միանշանակ այդ ոչ իմ քելական գործը գցի միան թույթա դահաճմարտ անցանք թե չստեղ արդեն մամա պապա հանե եւ այլն լավ էդի թողենք մի կողմ իսկ ինչ վերաբերվում է շեղմանք մենք թեմայից 5-րդ միջնակարգ դպրոցի տնօրեն Գայանե Սաֆարյանին ես ուզում եմ դիմեմ, քանի որ ինքը հիմա չգիտեմ, տեխնիկական բանով անջատվեց, թե տիկին անջատեց, որտեվ ես հետո զանգում եմ ինքը չի վերցնում։ Տիկին Սաֆարյան, անկախ ամեն ինչից դուք հիվանդ եք, թե հիվանդ չեք, ինձ թվում է, որ դուք պետք է ներկա գտնվեիք կամ չգիտեմ, պանիխիդային կամ հողարկավորմանը, ոչ նրան եք գտնվել, ոչ նրան եք գտնվել, այսօր էլ դեկտեմբերի 8-ն է ցանկացած վիրուսային հիվանդություն վաղուց արդեն ձեր միջից անցել է, եթե դուք ամս 2-ին հիվանդ եք եղել, գոնե կարող եք անհատական այցելել ձեր աշակերտի գերեզմանը, մի հատ լուսանկար այդտեղից հրապարակեք, որ դուք եղել եք ձեր աշակերտի գերեզմանում։ Ես ակնկալում եմ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից գործի օբյեկտիվ քննություն կապված Նարեկ Հովհաննիսյանի մահվան դեպքի հետ եւ պատճառը հետևանքային կապը, եթե բերում կապում են այս երկու Կոնձյանի եւ դպրոցի փոխտնօրենը Ոսմաս Վարիդ տղայա դրանց հետ, ուրեմն անկախ ամեն ինչից այդ լակոտները պիտի ենթարկվեն քերական պատասխանատվության։ Այնտեղ լակոտներից մեկի հետն էլ ասելա արայա ասե իմ երեխուն, արա տիպը գնդակը դու դրա մարենի մոտեցելա սուպլեքս արե տվե գեդին։ Կարողա ինքը ըտե ընկերուհի ուներ արա բառից նեղվելա։ Ինչա ասեմ աշակերտի ծնողը արա բառից իր երեխեն նեղվելա պիտի վեկալի խալխի երեխուն տփի գեդին անի մորմը շնել ասում է կարմիր ավազի վրա ոչ մի բան չի լն ես այդտեղ ավտոմատ հիշեցի 2009 թվական Վարդենի զոտ բանա երթնակալության ժամանակ ման պրիսյակի ժամանակ պատամամ նկատում եմ որ հայրը պրիսյակ տված երեխուն տաղունյան արդեն խորհուրդ հատալն ասում է ավել չանես հորդ պատիվը գետնովը չտաս այստեղ որ ասում է զրկվեցի կրիշկից տեղում կանչել եմ սպային ասել եմ հենց հիմա այս լակոտին գրում ես ճաշարան նարատ հենց հիմա սերժանտն էլ մի հատ կար հենց այդ երասի այդ լակոտին էլ ասում ես անձամբ կայնմա գլխին որ ճաշարանը մաքրի ես էլ պիտի գամ տենամ որ սա ճաշարանը մաքրմա հերը հոր բենից մի հատ բար դուրս չեկավ իսկ ասում էի հերը մի հատ բառացել պլացի վրեն սերը փոխում էի պապայի հիմա սա է
ընկեր ծնող, եթե դու քո եթմին հիմիկվանից ես դաստիարակն, որ արա բարի համար կարա մեկա վեկալին շոր մեկին տպի կարմիր ավազի վրեն, ասում ես ընկերուհի կարողա ուներ նեղվը մեր, քո լակոտի խերը թամամ չել կայնան, ինչ խերիս ընկերուհի, այ գանդոն, ես ինչ ձևես երեխա դաստիարական, վաղը մյուսօր ես լակոտըդ պիտի գնա բանակ, այդ ձևին պիտի ընդեղ ինչ-որ մեկի ճակատագրի հետ խաղա, ես կծսնեմ արմավիրի դադախազին, եթե քնությունից շեղվելա մի տող, մի տար, մի ստորակետ, իսկ այս հենց ղախպի տղա ծնողները, որոնք որ դաստիարակում են սենցիա, արա ընկերուհուն էլ թաղեմ, տղուտ էլ թաղեմ, քեզ էլ վրեն թաղեմ, ինչ է նշանակում ընկերուհի կարատե նեղվելա, եթե հիմիկվանից մի հատ ծլիկի պատճառով պիտի 15 տարեկան երեխա մեռնի, խոմ դուք բոզի տղա չեք, ես ինչ եք դաստիարակում, ընկեր Տիկին Սաֆարյան, խաբը, ես ինչ երեխեք եք դաստիարակում, արա բարի համար պիտի վեկալի սուպլեքս անի, հա, ալո, ալո, ես իմ ձայնը եմ լսում, սա է դպրոցի վիճակը, ես իմ ձայնը էի լսում ատե ձեր մոտ, հա, չէ, չէ, հա, լավ, լավ, հիմա ուրիշ բանավերսիա, ստեղից ասիկը վերսիա չէ, ասում են պարոն Ղուկասյան, իրականությունը եղել է հետևյալ կերպ, ֆիզկուլտի ուսուցիչը հայոյել է Նարեկ Հովանիսյանին, այսինքն աշակերտին, աշակերտը ատվետա ֆրացետի խեսանցի քրտվեմ, իսկ այդ երեք, ոչ թե երկու ջայել են, այլ երեք, այդ երեք ջայելն են, որից մեկը դպրոցի փոխտնօրենի տղենատոլ էտ ուսմասվարի, թասիբն են բայ ֆիզկուլտ ինստիտուտի դասատուի ու վեկալ է հարեֆին ոչ տվել են կարմիր ավազին, ոնց որ ասում է դպրոցի տնօրեն Գայանե Սաֆարյանը։ Պաստորեն մե բոզի տղա ֆիզկուլտի դասատուն է եղել, մե բոզի տղա այդ լակոտներն են ելել, մե բոզի տղա այդ լակոտների ծնողներն են եղել, որ տենց բոզի տղային դա բանարը իսկ Էժմիածնի բժիշկ Կոնձյանը ում թորնա դրանցից մեկը, որ այսօր ընկածա մանկական հիվանդանոցներով մեկ ու փաստաթղթեր է կեղծում, աբազ ես քեզ կթաղեմ, անդո քեզ էլ վրեն, եթե այս Կոնձյանի ոռը չի սարքվե բամպաչխովի դեղց, ինչ ոռեր տալի, գալիս էր մտնում էր ամսի 23-ից 20 մանկական հիվանդանոցի ռեանիմացիա, մտել է, ինչա մտել ռեանիմացիա։ Ինչ էր խոսում բժիշկների հետ, ինչ էր գալի գնում ռեանիմացիա, մի հատ հանեք, անդո, մի հատ հանում ես այդ ռեանիմացիա, սրա մուտքերը խիա մտել։ Եվ ինչ է թույլ տվե, Էժմիածնի հիվանդանոցի կակոնին բուս մի հատ խեռը գլող բժիշկ, գա մտնի մանկական վերակենդանացման բաժամունք։ Բնականաբար բժշկական փաստաթղթային կեղծիք անելու համար, որ հետո ասեն իանիան բանը մեռավ։ Խիստ հսկողության տակ, խիստ, եթե որևիցե մի դատախազ խաղա տվե, հաչելի մարդ, կամ տհաճ, քո տունն ա քանդվեմ, դու գիտես արդեն ինչի համար։
Մյուս բոզի տղությունը շների սպանդ Հրազդան ուրա Սասունի տղեն ոտքի Հրազդանի քաղաքապետ բանակ չծառայած նորմալ կրթություն չստացած պապայի լռության դիմաց մենք նայեցինք չի ինչ եղավ 44 օրյա պատերազմ սեպտեմբերյան պատերազմ եւ այլն երկրապահ գոյություն չունեն մանվելի գլուխը Սերժը կերավ որովհետեւ մանվելը ձեռ չէր տալը դրանից հետո բերին ընկեր Սասունին ընկեր Սասունով էլ Հայաստանի Հանրապետությունը զինված ուժերը դարավ Սասուն ադրբեջանական բանակի դեմ մենք կորցրինք Արցախը ԵԿՄ-ի ձենն էլ այտենց էլ մենք չլսանք այտենցինը գոյություն չունի կամ вообще հիմա ԵԿՄ կա այտենց բան ըստ ինձ այդ ԵԿՄ պիտի վաղուց քանդել բլել լուծարել գցել միան եթե չկա Արցախ ում խեռնա պետք ԵԿՄ-ն կամ ԵԿՄ-ի նախագահ Սասունը լավ տղա ջան ձեռդ քարի տակ չի ընկեր Սասունի լակոտ սա Հրազդան կոտայք մոտայք հողերը ծախի կերակ յարեդ լապրտամեք տուդա սուդա փող ունես լավ նյուժելի խնդիրա մի հատ տարածք վերցնել չափառապատել մի 30 հատ 40 հատ 50 հատ փետից դոմիկ պուճու դոմիկ շների համար սարքել մեկ երկու աշխատող դնել եւ այդ շներին բերել լցել ըտե պահել ստերտաճում են ասում իշ գրողու սև ցավ են անել որ դրանք դառնան չբեր եւ բրցնել այդ հարցը լուծել դա խնդիրա եկա Հրազդան քաղաք մեջ նամատնամե կողի մանր մոներով եւ այլն այն սպանդը որը որ դու սկսել ես Հրազդան քաղաքում լավ ես հասկանում եմ այնտեղ Գևորգ Պետրոսյանի վրա են շներ հարձակվել այնտեղ են մեկն ասում թե շները հարձակվան երեխու սիրտը կայնավ թե գյուղի երեխա սիրտը խիպտի կայնի էլ չասեմ այդ երեխեն լարել են հետևից վազել են ընկելա գլուխը տվելա ոչ գետին եղել գնացել մի անգամից ընդ ինչ կապ ունի թե շունը ես էլ խոմ բանը ղզղնած էքեղեն չեմ որ Գևորգ Պետրոսյանը գրել ասում ոչ կնանիկ ղզղնում են չգիտեմ շուն են ուզում շունը դնեմ ձեր դոշին տանեմ թաղեմ շունը կենթանի է ընտանի կենթանի է եւ եթե կա շների քանակի աճ դա քաղաքապետարանի մեղավորությունն է ես Երևանի քաղաքապետարանի շների հողակի պետին են հայկական ժամանակին բոզի տղուն առանձին եմ ծծցնելու տանով տեղով նավարով այսքանի օրը մամայի դլոն տալու եմ ձեռը դա մեկ իսկ ինչ վերաբերում է քեզ այդ քո երկար մազերով խալով երեսով դու որ հրաման ես տվել շներին գյուլել խոմ դու բոզի տղա չես տղա ջան ու պրիտոմ այդ ձև որ շեշմով կրակեն շան գլխի մեջ ես մեռանք բացատրելով մեռանք ասելով որ շներին գյուլելով հարցը չի լուծվում ինչքան ուզում ես գյուլի պրիդուտ նովը ռուսի ասած միևնույն է շները այս տարածքի շունը սատկավ ուրիշ շուն գալու է այս տարածքը վեկալելու է սեփականաշորի սրան ես գյուլելու մյուսնա գալ չալոնա գալու ռեքսնա գալու սևոնա գալու բերանը դնողնա գալու եւ այլն այստեղ մի հատ կնիկ կա ուզում է երկու բառ խոսա շների հետ կապված հեսա ինչա 93 թվականին հələ մի րոպե նայենք հələ ովա Սասունի տղեն արտադրվել է 93 թվականի մայիսի 1-ին 2010 մինչև 10 թիվը սովորել է ավարտել է Հրազդանի Անանյա Շիրակացու թիվ 6 միջնակարգ դպրոցը խալը երեսի 2010-ից 14 թվականին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի ապահովագրական գործ բաժինը ազատվել է զինվորական ծառայությունից կարճատեսություն ախտորոշմամբ դու քյոր ես այդ տո պապան դզել այ միտեղ են ծառայից այս մեկը պետք չի ինքը քորրա բա որ դու բան կարճատես ես մենք քեզ մի անգամ ակնոցով չտեսանք այ կարճատես ուրա մի րոպե մի վարքյան, հետո
Մի հատ համատեղ զրուցենք։ Այսօր էլ դատախազության դեմը միտինգ ա եղել, այդ շանդիակը բերել են դատախազության դեմը։ Աստված է, դուր ես կնգա համարը կոր ավելի։ Հեսա։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես ճիշտ եմ զանգել, դուք են գոհարն եք, որ ուզում եք Շների հետ։ Հա, շների հետ։ Խոսքը վերաբերվում է այդ Հրազդանի կարճատես քաղաքապետի մասին։ Մի րոպե, իսկ ինչ արի 2012 թվականից զբաղվում է լողով, ընկերական մրցաշարում առանց դադարի լողանալով հաղթահարել է 6 կիլոմետր տարածությունը, օժտված է բարձր կամային հատկանիշներով, դու լողանալ ես սիրը, հա, մի րոպե, 2018 թվականի հոկտեմբերի 27-ին ստանձնել է Հրազդան համայնքի ղեկավարի պարտականությունները, ամուսնացած չի մեր Հրազդանի քաղաքապետը, անուն ինչ էր, մի հատ ասեք ես քաղաքապետի։ Ես ճիշտն ասած չգիտեմ, գիտեմ ազգանունը պարոն Միքայելյան։ Չէ, դուք անունն ասեք։ Լավ, հələ ասեք դենամ ինչ եք ասում։ Ոյ անունը ես չգիտեմ։ Նայեք, ուրեմն խնդիրս ինչից է սկսվել է Սևակ Սուրենավան գյուղից։ Սևակ։ Հա։ Ուրեմն սկսվել է Սուրենավան գյուղից, որտեղ օրեր առաջ երևի դուք տեղեկացված եք, որ առավոտյան երեխաները դպրոց գնալուց երեխաներից մեկը սայթակել է անգել է, գլուխը հարվածել է, մահացել է, ցավակցում եմ ծնողներին, ցավակցում եմ բոլոր հարազատներին, դժբախտ դեպք, եւ չգիտես ինչի հայկական ժամանակ օրաթերթը, որի խմբագիրն է կամ տնօրենն այդ նույն Հարություն Առաքելյանը։ Այդ նույն բոզի տղեն, իրերը կոչենք իրենց անունով։ Այո, ով նաև հանդիսանում է Հայաստանում Երևանի քաղաքապետարանի հուակի տնօրեն, այդ Հարություն Առաքելյանը, այդ թերթով տպագրեցին, որ շների պատճառով, շների հարձակման պատճառով երեխան մահացել է։ Բայց հայկական ժամանակ օրաթերթի լրագրողը անգամ լայախ չի արել Սուրենավան գնա, իսկ ես չեմ ալարել։ Ես գնացել եմ Սուրենավան, այնտեղ ձայնագրություններ եմ արել գյուղացիների, նկարահանել եմ այն խայտառակ զիբիլանոցը, որը գտնվում է այդ դպրոցից ընդամենը 20-30 մետր հեռավորության վրա, տարիներ շարունակ դպրոցի կողքը գտնվում է խայտառակ Սուրենավան գյուղի զիբիլանոց, որտեղ բերում են թափում են զիբիլները, եւ այդ զիբիլների վրա իհարկե դրսի շները, որոնց հարցով չի զբաղվում գյուղապետարանը։ Ով է Սուրենավանի գյուղապետը։ Ես գիտեմ, որ մի հատ կին է, ժամանակին դուք իրան հարադարձել եք, մի հատ աղջիկա, որը Ղարաբաղ։ Հա, որ ինձ զանգին գովաբանին, ասին մեզ սուրբ դլո, բայց սիրունիկ սուրբ դլոն, չի տենը, որ զիբիլանոցը դպրոցի կողնա։ Այո, եւ այդ դեպքը եղել է ասենց, երեխաները այդ զիբիլանոցի կողքից անցնելուց, իրանց մշտական ճանապարհն է դպրոցի, նու շներ են, լյուբոյ մարդ, ով որ չունի մշտական բնակության վայր եւ սոված է, ինքը զիբիլանոցից հաց է հայթայթում, դա բնազդ է։ Հետո։ Նույնը շունն է հայթայթում։ Անցնելուց այդ շները ոչ հարձակվել են, ոչ ագրեսիվություն են ցույց տվել, ընդհանրապես հաչացել է։ Երեխաներից մնացածը մնացել են իրանց տեղում հանգիստ քայլերով, այդ մի երեխան չգիտես ինչի վազել է, ոտը սայթակել է, անգել է սալնիկի վրա, գլուխը խփել է եւ մահացել է։ Ինչը շատ ցավալի դեպք է, բայց չգիտես ինչի հայկական ժամանակ օրաթերթը հենց իր վերնագրով գրել էր, որ շների Ես տեսա պատճառով դա Այո, սա ինչ որ ես դες հիմա պատմեցի, դա լրիվ պաշտոնական հաղորդագրությունն է, եւ նաեւ ես ինքս Սուրենավանում անց եմ կացրել իմ հետաքննությունը, նկարահանել եմ այդ զիբիլանոցը, խոսացրել եմ գյուղացիներին, ձայնագրել եմ, իրանք ցանկություն չունեցան, որ իրանց դեմքը երևա, ես իրանց մենակ ձայնագրեցի, որոնք այդ նույն պատմությունն են պատմում։ Եվ դա դարավ հիմք, որ բուկվալնը 2 օր հետո, 3 երեկոյան ժամը 9:30 ես ստանում եմ Ահազան Հրազդան քաղաքի մեր կենթանասերներից մեկից Տիկին Սուսաննայից, որ Հրազդանում իրականացվում է շների սպանդ։ Եվ հետաքրքիրը նա է, որ այդ նկարները ինձ ուղարկում էին, դա երևի ամենավերջի, չգիտեմ, մազախիլիստ, մանյակ, ստիրիլնի ուբիցը, որ նայեր այդ նկարները, երևի չդիմանար եւ արտասվեր։
որից հետո ես հազանգում եմ 102 հասկանալու հələ մի կողմ դնենք շներին։ Այսինքն Հրազդան քաղաքի մեջ հնարավոր է երեկոյան ժամը, երբ որ բոլորը դրսում ման են գալի, խանութները բաց է, ժամը 9:30 զենքով աչ ու ձախ կրակել, դա միկրոշրջանում է եղել 4-րդ ու 5-րդ շենքի արանքում, այնտեղ ռեստորան կա գուրման, ոնց որ այդ գուրմանի դիմաց, եւ տարբեր տեղեր, շատ քանակությամբ շատ շներ։ Ու տենց աչ ու ձախ կրա, բա որ հանկարծ այդ փամփուշտից մեկը, այդ շանը կպներ, այ տենց մի Իսկ այդ կրակող բոզի տղելով ա եղել։ Կրակող ամբարականի վաստակը դեռ չի հայտնաբերվել, մենք այսօր ժամը 2-ին, նախ ես ուզում եմ շնորհակալություն հայտնեմ ձեր բոլոր ավականիներից, բոլոր Վանից, Ավակյան, Նանեից, ով որ մի վարքյան չզլացան եւ միացան մեզ, ես իրոք իրանցից անչափ շնորհակալ եմ ու ես տեսնում եմ, որ այս երկրում միակ մարդիկ, ովքեր զբաղված են գործով, դա ձեր կուսակցությունն է, դուք եք եւ ձեր շրջապատած մարդիկ, ովքեր նվիրյալ են ձեր կուսակցությանը։ Իրանք մի րոպե չզլացան, իրանք եկան մեզ միացան, մենք այդ սպանված շներից մեկին, որ գլխից հրազենային վիրավորում էր ստացել եւ ռենտգեն նկարը ցույց է տալի, որ գլխի մեջ 100 հատ բան է այդ պատրոնի մեջի շեշմա։ Ուրեմն ինքը հələ թփրտում էր, ես չհալարեցի, ես գիշերվա 2-ին քշել եմ Հրազդան, այդ շանը տես թփրտալ են, բերել եմ Երևան Ջոլի կլինիկա, Ջոլի կլինիկան ընդունել է, բայց ցավոք սրտի փրկել հնարավոր չեղավ, առավոտ, որտեղ ամբողջ գլուխը այդ շեշմաների մեջ էր։ Մենք այդ շանը ժամը 2-ին այսօր տարել ենք եւ դրել ենք գլխավոր դատախազի աստիճանների վրա, անց են կացրել ակցիա Եվ փառք Աստծո, ձեր շնորհիվ, ձեր նորից եմ կրկնում, ով ինչ ուզում է խոսա, ես կասեմ, որ կա այս երկրում բոլորը մատնված են անգործության, կա առաջնահերթ կառավարությունը, բոլոր ուժային ստրուկտուրաները, ոչ մեկին դա չի հետաքրքրում, միակ կառույցը, միակ կուսակցությունը, միակ սրտացավ մարդիկ դուք եք, որ ինձ օգնեցիք ու մենք ակցիան իրականացրեցինք ու փառք Աստծո, այդ ակցիայի շնորհիվ շատ արագ հարուցվել է քրեական գործ, մեզ միանգամից այդ շան հետ միասին հրավիրեցին Հրազդան, մենք նոր ենք վերադարձել, Հրազդանում կատարվեց այդ շների մեր ներկայությամբ, մեր մասնակցությամբ, նկարահանվեց, փորձագետը բացեց այդ շների բոլոր վերքերը, որից հանվեցին հարյուրավոր շեշմաներ կրակած, ես շնորհակալություն ուզում եմ հայտնեմ լավին լավ, վատին վատ, Հրազդանի քննչական բաժնին, որ իրոք հարուցել են ամեն տարի էլ մի 10 հատ քրեական գործ հարուցում են, բայց մարդ չի դատվում։ Մարդ չի դատվում։ Այսօր ցուցաբերեցին Ես հույս ունեմ, որ կդատվի, որտեղ Մարտունու դեպքով արդեն, եթե ես չեմ սխալվում, ես վաղ ավելի ստույգ կճշտեմ, մեղադրանք առաջադրվել է, եւ ես մեծ հույսեր ունեմ, որ Հրազդանով էլ կառաջադրվի, որովհետեւ այն ինչին այսօր մենք ականատես եղանք, զարմացանք, որտեղ այսօր շատ հազվադեպ տեղեր ես հանդիպում, որտեղ մարդիկ իրանց տեղում են, իսկ Հրազդանում մենք այսօր զգացինք, որ այդ բաժինը քննչական իրոք քննիչի, միգուցե այդ քննիչն է, միգուցե ես չգիտեմ, բայց լավին լավ մարդիկ պրոֆեսիոնալ կազմակերպեցին այն ամենը, ինչը պետք է կազմակերպել, իսկ Հրազդանի քաղաքապետին դուք տեսել եք ընկեր Սևակին։ Հրազդանի քաղաքապետին մենք չենք տեսել, զրուցել ենք Մամլո խոսնակի հետ հեռախոսով, ով որ մեզ վստահեցնում է, որ քաղաքապետարանը դրա այդ կապ չունի, որ իրանք տեղյակ չեն, ես ասեմ ինչ որտեղ ես հավատում եմ, էդ էլ ասեմ, նորից եմ ասում, թող լինի ամեն ինչը ճիշտ ու ազնիվ, որովհետև այս շների սպանդը իրականացվել է շատ փնթի ձևով լուսավորության տակ, ռեստորանի դիմաց, շենքերի արանքում, որից հետո դիակները շատ արագ, օրինակ Մարտունու փոխքաղաքապետը, երբ որ այդ շներին սպանել էր, նա շատ արագ Ֆորդը ուղարկեց, այդ Ֆորդը եկավ, արագ այդ դիակները գցեցին մեջը, ու եթե մի երեխան մի դիակը չտաներ, չհասցներ թաղեր, մենք ապացույց չենք ունենալու։ Իսկ ստեղ այդ դիակները մինչև այսօր արդեն մի օր անցել է, սպանված որոշ տեղերից այսօր մենք էլի հայտնաբերեցինք միկրոյի 4-րդ եւ 5-րդ շենքի արանքում, գլխից խփած,
Բալավա տեղի ոստիկանությունը ուր է, որ մի հատ բոզի տղա եկալ է զենքան կեսա քաղաքում են, ում տեսեք յուլ է։ Ուր են։ Դե հիմա տեսնենք, որովհետև այսօր այս ամբողջ ակցիան, որ տեղի ունեցավ, շատ անդրադարձան, ես ինչքան տեղեկացա, ինձ ասեցին նաև այսօր ազգային ժողովում մի հատ կին պատգամավոր, անգամ չգիտեմ որ խմբակցությունից է, որտեղ այդ ազգային ժողովը իմ համար ոչ մի ձևի գոյություն չունի, իրանք իմ համար զրո են, որ խմբակցությունից ուզում են այնտեղ նստած վերընկած լինեն, բայց ամենայն դեպս այնտեղ ինչ որ մեկի, ինչ որ մի Խիղճը շարժվել է։ Հա, ելույթ է ունեցել, ինչ որ եւ բարձրաձայնել այդ խնդիրը, որ սենց բան ոնց կարելի անել։ Հիմա, ես չգիտեմ հերթականությունը։ Ես այսօր ձեր հրապարակած տելեգրամում, որ ժամը 14:00-ին եկեք դատախազություն, տակը կարդում եմ կոմենտը գրել է Սիսյանի քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետը, եւ անհարմար չի զգում, ու ասում է լավ են արել, բանը թողեք այդ սուտ կենթանասերներին խփեն որսորդները, շներին էլ հետը, ու այդ կոմենտը հիմա իմ հեռախոսի մեջ է։ Ու ես զանգեցի իրան, ասեցի լավ կլինի, որ այդ որսորդները քեզ ու քո ցեղը խփեն։ Դե բանը ԿՊ-ի մակարդակն է դա։ Հասկանում եք։ Իհարկե, ինչի մասն է։ Ինձ ԿՊ-ն դատապարտումը ասում է քֆուր է տալի։ Ես քֆուր եմ տալի, բայց ես չեմ ասում, ելեք այս մարդում գյուլեք, ինչ որ կենթաներ համար։ Իրանք սկսան իրանք հեղափոխությունը դագաղներով, ծաղկեպսակներով, մարդկանց չգիտեմ, ասում են գյուլելով, վառելով, խփելով։ Հիմա դարի մի ասա, այ ԿՊ-իստ բոզի տղա, դու փող քաղաքապետ ես, թե եսի ինչ ես, այդ նախ ուզում եմ առիթից օգտվելով, ես գիտեմ, որ դուք նաև դիմել եք Մասիսի դուք եք կամ նանանազանգ է Մասիսի քաղաքապետին Դավիթին, Տիգինարուս հարգանքներս, եւ Դավիթն ասել է, որ ես գիտեմ, որ նանանա դիմել, հա, մենք կացարան ունենք Մասիսի հարակից տարածքում, Սայատնովա գյուղի մոտ, մենք վարձակալել ենք, մեր կացարանն է, այդտեղ պահում ենք մոտ 50 շուն, բոլորը դրսից հավաքած, որոնցից 10 ինվալիդ, այդենց կրակած, մեքենայի տակ լղճած, մեկը 3 ոտանի, մեկը մի աչկանի, տարբեր վնասվածքներով, մի հատ գմփռիկ ունենք, որ սաղ շեշմաները մեջն է, որը հեռացրել են վիրահատությամբ, որ ասել են ձեռք տալ պետք չի, եւ այլն, եւ մեր ուժերով, հավատացեք, իրոք մեր ուժերով, ես ամբողջ օրը աշխատում եմ, որ կարողանամ այդ կացարանը պահեմ, ոչ մեկի օգնությունը չունեմ, բայց չեմ էլ նեղվում, որովհետեւ ես գիտեմ, որ իրանք կենթանի էակներ են, իրանք մեղավոր չեն, որ իրանք դրսում են ծնվել, որ իրանք տեր չունեն, իրանք էլ են կենթանի էակ, Մասիսի քաղաքապետը խոստացել է ձեզ օգնել, ես հուսամ կօգնի ձեզ Դավիթը եւ կստանա դիվանագիտական անձնագիր մի որոշ ժամանակով, չէ Դավիթ։ Դավիթը նայեմ ասում է, հա։ Շնորհակալ կլինեմ, շատ շնորհակալ եմ։ Եվ նորից եմ Իսկ Սուրեն Ավանի գյուղապետին են դիցուհուն տեսակ, չասեցիք աղջի ջան, դբրոցի կողես ինչ զբլանոց, հա։ Բա ուր ես, պիցիկյուրի թե մանիկյուրի։ Ես հրապարակելու եմ բոլոր այդ նկարահանած կադրերը Սուրենավանի դբրոցի կողքի այդ զիբիլանոցից եւ հորդորելու եմ, որ շներին մեղադրելու փոխարեն մեղադրեք գյուղապետարանին, որ զիբիլանոցը մաքրեն դբրոցի կողքի։ Միս որովհետև զանգել էին, այդ աղջիկն ենքան լավ աղջիկ է, այդ աղջիկն ենքան բարի աղջիկ է, այդ աղջիկ, հիմա բարի աղջիկ ես, այսինքն ոնց քո Սուրենավան գյուղն է փնթիլել վիճակի մեջ, էդի պետ աղջիկա տունը պիտի լինի փնթիլել վիճակի մեջ, չգիտեմ մարդ ունի, չունի, մարդու տրուսիկը չպիտի լվա, ընծերը դեղնած, մտնի մեջը տեղաշոր, աղջիկ ջան, բան ես, կին ես, դու չես տենամ դբրոցի կողը զբլանոց, մաքրել դու աղջի։ Ղուկասյան, եթե ամեն մի համայնք որոշ գումար հատկացնի, շների ստեղծման համար, այսինքն ծրագրով նախատեսված շների ստեղծման համար, երբ որ շանը ստեղծում ես կամ կաստրացնում ես, նախ ինքը չի բազմանում։ Լափը մեն։ Շների այլևս չի լինի։
Երկրորդը շունը հանգստանում է, ինքը այլևս ոչ մի կատաղություն ցույց չի ցուցաբերում, դա նորմալ բնազդ է, դա մարդկանց մոտ էլ է այդ բնազդը։ Եվ երրորդը, նյուժելի ամբողջ համայնքներում, որտեղ ծախվում է օրական կոպեկներով 1000 հեկտարներ հողեր, չգիտեմ ինչ ձևով են, ինչ են անում, վերցնում են, սեփականացնում են, նյուժելի չի կարելի տրամադրել ընդամենը ամեն մի մարզպետարան իր մարզում, ինչ որ մի 200-300 քառակուսի տարածք պատել այդ սետկայով փագել, սարքել մի քանի բարիեր, մի քանի բուն եւ մի քանի աշխատող պայել, դա թանկ հաճույք չի, դա միլիարդների հետ կապ չունի, 100 միլիոնների հետ կապ չունի, շանը ինչ ա պետք, առավոտ տիրիրի գունեկեր, այդքան էս ինչ քաղաքը Ֆրանսիայի, էս ինչ քաղաքի քույրիկ քաղաքն է։ Այդ նույն Ֆրանսիայում կան լիքը մարդիկ, ովքեր կարան որդեգրեն, որդեգրման ծրագիր լինի, օրինակ ես ինքս իմ աղջկա հետ եւ կենսաբազմազանության հիմնադրամի տնօրեն Հրանտ Դավոյանի հետ արտասահման փորձում եմ կապեր հաստատեմ, լիքը հարցեր կա, որ փորձում եմ անեմ, որ շնիկներին որդեգրել տամ, էլի ստեղ պրոբլեմ են սարքում, էս չի պդիր, են ծիտրը արա, ու դա սաղ փողա, են արա, որ կարողանաս տեղից սահման անցկացնես, ընդեղ մարդիկ պատրաստ են, ասում են, խնդրեմ, ես ուզում եմ որդեգրեմ, այս շանը, չկա, ոչ մի ծրագիր չկա, ոչ մեկին դա պետք չի։ Եթե հոակի տնօրենն է։ Ես մի հատ հարց տամ, որը հռետորային հարց է, ուրա Չալոն։ Եսի։ Հա, Նիկոլի Չալոն։ Ահա, հռետորային հարց տվեցի, ուրա Չալոն։ Բա ուրա Չալոն։ Բա ես չգիտեմ ուրա Չալոն։ Այդ Չալոնը Նիկոլի դաչայում չի մնում էլ։ Ես չգիտեմ, ես Չալո հեղափոխությունից հետո չեմ տեսել։ Ես չգիտեմ։ Եղավ, լավ, շնորհակալություն ձեզ։ Հասկացանք։ Ձեզնից էլ եմ շատ շնորհակալ։ Հա։ Չալոն ծասնի Նիկոլին, ստեղ հարցի մյուս կողմն էլ կա, էլի, այդ նույն այդ ընկեր մարզպետերը եւ այլերը, որոնք որ նորից եմ ասում, գյուլելով հարցի լուծում չի։ Ինչ վերաբերվում է Սասունի քյորտաղում, ես կհորդորեմ, չնայած ասում են հրաստանցի քյոր են, չէ՞, քյոր ախտեցի։ Ես կհորդորեմ այդ լողով զբաղվող երիտասարդին, իա քաղաքի մի հատ հատված տրամադրի հողակտոր թափառող շների համար եւ խնդիրը լուծել։ Ես հասկանում եմ, որ Սասունը բեսամբ ժմոտ է, տղեն բեսամբ ժմոտ է, բայց դա հարկատուների փողերն են, ձեր փողերը չեն։ Հակառակ դեպքում ես մյուս հաղորդմանը կամ մեկ նման դեպք կրկնվելու դեպքում ուրիշ կերպ կթաղեմ Սևակին։ Մասիսի քաղաքապետ ընկեր Դավոյին էլ հորդորում եմ հնարավորինս արագ լուծել այս սրանց այս ոչմ կացարանի չափառապատման եւ ֆինանսավորման հարցը։ Աբաս, Հայ բիզնես բանկ, գոյություն ունի Արծոմ Մխոյան, նախկին քերակատարողական հիմնարկի աշխատող, մոտդ գրի, խնդրահարույց գույքերի վարձության պետ, ինչա անեմ, ապորինի գույքը, որը որ պետությունը բռնագանձում է, բռնագրավում է, ես իմ ինչ քաքաուտը մտում, օրինակ լիցկային է, գալամա չերես այդ Հայ բիզնես բանկ, ինքը այդ նույն գույքը, ասենք լիսկայի նույն սարի գլխի տունը, նորից վերավաճառում է, լիսկայի վրա կոպեկներով, լիսկայի տղուն, լիսկայի աղբորը, ինչ-որ տենց մոտ կանգնած, փող կապակցված անձանցով, եւ նորից այդ նույն մարդիկ իրենց գույքը նորից ձեռք են բերում։ Իտոգո, այն որ հլում հրապարակում ասում եք, թե պետությունը բռնագանձեց, պետությունը բռնագրավեց, պետությունը ես քակը կերավ, եւ այլն չէ, գալիս է չերես Արծոմ Մխոյան, էլ այդ նույն տունը հետագնում նույն սեփականատիրոջը արդեն պաստավնոյի լիցո եւ բնականաբար կոպեկներով։ Այս սխեմայից KGB-ն տեղյակ է։ Ոչ։ Դեմն մոտդ նշի եւ Հայ բիզնես բանկի խնդրահարույց գույքերի վարչության պետ Արծոմ Մխոյանին ծասնել բարիս ամենաբուն իմաստով։ Մեկը ես որ եկա, այդ սաղ կողելու եմ ձեր ոռը, ոնց ուզում եք պատտացրեք։ Քանի որ գնաց խոսք ապորինի գույքով եւ այլով, այդ հողերից։ Ուրեմն մենք անդրադարձել ենք մասիվի ունիվերսամին, հիշում եք, այն շենքեր եւ այլն։
Ուր է այս բան փաստաթուղթը։ Ես հանեմ ճպցնեմ, որ ոչ մեկ հանգարց չփորձի ասի, տարոնը էնյատկա է, որ նստամա սկսմա հանրապետական գովալ։ Ինչ է այդ մարդյանը, Դավիթա, ինչա։ Ուր է։ Տեղադրում ենք հետևյալ բան փաստաթղթերը։ Ուշադրություն։ Դ խնդրեմ։ Տագնի գրեմ եմ, խնդրեմ, մտեք եւ կարդացեք, որ չասեն, ինչ սենցը անեցա։ Ուրեմն, Մասիվի ունիվերսամի շենքը 510 քառակուսի մետր, մենք լսում ենք ուշադիր, 510, պլուս 91 քառակուսի մետր, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, կադաստրի պետ Պետրոսյանը, հողերի վարչության պետ Ամյան Բոզի տղեն, սա գտնվում է Գայի պողոտա 14-ի դրոպ 17 հասցեում, 2014 թվականին վաճառել են A&P Group, հələ մեկ քֆուրը լսի, A&P Group սպային ուշադրություն 3 միլիոն 553,776 դրամ պլուս 634,000 դրամով։ Երբ որ ես 3 միլիոն 553,776 դրամին գումարում ես 634,752 դրամ, իտոգո դառնում է 4 միլիոն 100,000 դրամ։ 510 պլուս 91, այսինքն 601 քառակուսի մետրը մասիվ հանրային նշանակություն ունեցող տարածք Տարոն Մարգարյանս օտարել է 4 միլիոն դրամով։ Հիշեցնեմ, 2013 թվականին ես Վարդան Ղուկասյանս վաճառելով իմ բնակարանը Մասիս քաղաքում արա Շարուրի 24 բնակարան 98 Չարբախ շենքում 2 սենյականոց բնակարան 65 քառակուսի մետր գնել եմ $30,000, այսինքն 2013 թվականին Չարբախ 4-րդ հարկ 2 սենյակ ավելի թանկ եղե, քան 2014 թվականին 600 քառակուսի մետր հողը նոր մասիվ Գայի պողոտա 14/17 մարդիկ վաճառել են ընդամենը 4 միլիոն դրամով։ Սա հանցագործություն է, պարոն Աբազյան, հաճելի մարդ, հաճելի դագաղը դնեմ քեզ։ Սա հանցագործություն է, թե որ հետո ասում են հող, հա, այս դաշնակ երկու աղբերներին են ծախել, դաշնակ երկու աղբերներն են ծախել են Գարիկ Աթոյանին եւ Կյաշ Միշային։ Հիշեցնեմ, որ Գարիկ Աթոյանը եւ Կյաշ Միշա Բոզի տղեկը հանդիսանում են Ղարաբաղցի Բոզի տղա Բակո Սահակյանի ինկասատորները, ով $300 միլիոն Ղարաբաղից մեջը դրած ժամանեց Հայաստան եւ հիմա առնամա էտա մասիվը ունիվերսամ են սարկում։ Եվ ես են տարածքնա, որի տակը կար բամբա ու բեժշե եւ բանջրամբար։ Ջրամբար, բամբա ու բեժշե սախ Տարոն Մարգարյանս ցինկվի դագաղը դնեմ Տարոն Մարգարյանին իաժառանգներով, սաղին պիտի բերել Նուբարաշենի քրակատարողական հիմնարկի Զապրետնի զոնայում չոքսնել Չինաստանի նման գլխից խփել գցել։ Ես ասել եմ, մահապատիժը չեղարկելու եմ, ձեր տունուտեղը ծծցնեմ ես։ Այսպես բոզի տղուտ է, բնականաբար հասկանալա, չէ՞ որ Տարոն Մարգարյանը խոմ բոզի տղա չի, բանով 4 միլիոն դրամով, $10,000, 600 քառակուսի մետր հող օտարի, թուղթը գրուկ դրուկ կա, իմ տելեգրամ, արդեն 400 էջ հավկած ուտակած գրգում եմ գլխավոր դատախազություն։ Վայն եկավ տարավ գլխավոր դատախազությանը, Մեկմալյան, ունիվերսամ եւ այլո, սրանով քրական գործը չգնաց մինչև վերջ, ու այս բոզի տղեկին չծծրեց։ Վայն եկավ տարավ գլխավոր դատախազությունը։ Բնականաբար 4 միլիոնը թուլապայ գցել են Երևանի քաղաքապետարան, $100,000 իմբիցիլ տալերկա էրես
Տալոն Մարգարյանը տարեկողելա կնգա լիֆի մեջ, ասելա ցրտիր եւ ցրտիչ, որպեսի կարողանաս ես այս եկանաֆարին պայենք, ես ասել եմ, բազմազավակ ընտանիքի մարդը չպիտի դառնա պետական ապարատի ղեկավար։ Եթե ունես կնիկ երեխեք, դու չես կարալես բարձր պաշտոնյա, որովհետև դնելու ես սասնես, որ այդ հարեմին պահես։ Այս օրենքն էլ է մտցնելու, ով եղավ բազմազավակ ընտանիքի հերաբանը, բարձր պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի, գնա եթերներիդ պահի։ Միանշանակ, որովհետև հնարավոր չի, եթե դու ամուսնացած ես, ունես 6 հատ, 7 հատ, 5 հատ, 20 հատ բիջ գցել ես հետևից, դու չես կարող գաս տես պետական պաշտոն ղեկավարես։ Հնարավոր չի։ Քո ամբողջ ուշքումին դնելու է փոքր երեխու մաթեմատիկան, միջնեկ երեխու գիմնաստիկան, միջնեկի վերևի երեխի բանակի հարցը, այն մեկին ամուսնացնելու սրա հարցը, կնիկ ընդդիացածնեմ, մեր ընդիցա բերանակունեմ, ասում չգիտեմ, փողբե աղջկակ պիտի թորանս պսակում հիմա այս մարդը պետությանը ինձ է պիտի կթի, որ աղջիկ պսակի հարսանի քանի 100,000-ավոր դոլարներով։ Բա գրությունը թուղթ թանակով տելեգրամ դրեցի, մտի կարդանայի, ո՞ց կարողա 2 սենյականոց բնականը Չարբախում արժենա ավելի թանկ, քան 600 քառակուսի մետր հողը բանում։ Մասիվ։ Բայց 7 երեխայա ցարթե, պիտի պահեր թե չէ, Տալոն Մարգարյանը, այս սենց, ու հիմա ուրա Տալոն Մարգարյանը, ազգային ժողով նստածա, դեպուտատի։ Ինչու, որովհետև սիրո հեղափոխություն են կարել, բոզի տաղա սիրո հեղափոխություն գնա քոտան մեջ արա, որ կնիգդ սրա նրատակը չպարկեր, ոչ թե երկրի ճակատագրի հետ էր խաղամ, ղախպի սերունդ Նիկոլ։ Սեն շղրգին, խտրեմ, հլը ստե նայեք, հլը ես գերդաստանին նայեք, հլը մի ռոպ է հլը, կանի ғրգեմ թե դոշ, մի ռոպ էլի, թե չէ սենց, ես չեմ դուք եք, կանի մեծաստեմ, հլայք, ես հալ նավար, կանի տնեմ տելեգրամ, միասին նայենք, ուրա, որ չասեն, yaman աթենց բան նեմո, Ես եմ դուք եք խտրեմ ժողովուրդ ջան, ուրա, մեկ, երկու խտր, տագնալ գրեմ Տալոն, մի հատ ցելի պոլք, հաշվում ենք, նկարադրել եմ տելեգրամ, մի ռոպե, էսի քառակուսի բաննա, պեսենա, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 11 երեխա, էսի որ շեմ կնիգնա, մի ռոպե, ոսոր շատ էր, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, չէ, կտրեմ, 11 կնիգը մեր ներկողը հապարտ կանգնած, աս հենց մարդը, ոնց կարա պետության մորը չծծնի, ես հալ նավարին, հաղցնել, զուքել, զարդարել, բթել, գպցնել, պիտի եծան, բանը չէ բծվեն, ամեն մեկի հակ ու կապը որ նայებ ես, լրիվ, ասենց ընտիր, ալուկ պլուս, Տալոն Մարգարյանի ագարկեքը, չէ, մարդը ամեն օր գնում էր բոզի, կնիկն էլ գիտեր մարդը կաբինետում գործանը, ֆուտբոլն է կամանդը, Արադ 73, բա հիմա ես մարդը պիտի պետության մորը սես ծսնի, որ սրանց պահի, մեկին մի հատ նասկի չարնի տվյալ օրը, վերջացավ, ես ուզում եմ հասկանամ, սրա կնիգը, ես ինչ բան ա եղել, զավոդ ա եղել, դու տելևիզոր չեն ունեցե, աղջի ռուզիկ, ատես ոնց հալը, գմբը, երքա կրավա ճոչ էր կլնի, եսի չա, եսի չի չա, ես, բանը, ունիվերսամի հարցը, թե կմենք, գալմա կինոթատրոն նայրի, են որ Նիկոլ Փաշինյան բոզի տղեն հլնամա ազգային ժողովով լեզվակրվի մեջ համատնամ մուսկուլնի լովիգի հետ, ասման թալանել է, գրպել է գևալեն, ուշադրություն, սմբատ Նասիրյան նեշ, կամ Նասիրյան, ուրա այդ բոզ տղեն, ոտի կանի, հենա, կտրեն, 2003 թվականին եկա կինոթատրոն, բան ինչ էր, նայրի,
2003 թվականին վաճառվել է $75,000։ Եկա կինոթատրոններին 2003 թվականին վաճառվել է $75,000։ Եղվարդ մեկ սենյականոց բնակարանը 2005 թվին վաճառվել է $1,500։ Բայց եկա կինոթատրոն Երևանի սրտում 1200 ուրեմն ուրա ոչ քառակուսի մետրի այստեղ չեմ գրել թե այդ արդեն բան եմ արել ոչ եմ գրել 70 ուլիս PB-ին 1 քառակուսի մետրը $40։ Այն դեպքում, երբ որ այդ ժամանակ Երևանի հանրային նշանակություն ունեցող տարածքը կենտրոնում եղել է $1000-1200 1 քառակուսի մետրը։ 2016 թվականին Սմբատ Նասիրյան Բոզի տղեն ինքը պայմանագիր է կապել ռեժիսոր Հենրիկ Քոչարյանի հետ, տվել է դրանց, այն մթոփ կինոթատրոն պիտի աշխատացնի, վեկալ է, սարք է, դրե, դժե, փչե, ինչ որ բերե մցրել է մեջը, գործիկ, մորցիկ եւ այլն, վերջում ասում է, «Սո, սիկտիր եղեք, ես ոչ մեկի չեմ տալım»։ Սմբատ Նասիրյանի վրա հարուցվել է քրեական գործ, այսինքն կինոթատրոնի սեփականատիրոջ ինքը մեղադրել է, բայց կինոթատրոնը փակ է, չի գործում, պատը քանդե շինել են 10 եսիմիջ գրող ու սերցավ, քաղաքապետ Երվանդ Զախարյան, պրեզիդենտ Ռոբերտ Քոչարյան, թաղապետ Բեգլարյան Գագո։ Այս իրենքով դրել են կինոնային արել են մորմաշ։ Եվ ինչև այսով ոչ մեկ հարց չի տալի $75,000 Սմբատ Նասիրյան կինոնայրին առել ես ում որը կողես։ Եվ ինչի չի գործում։ Հարցը որն է, պատճառը որն է։ Առաջ եղել է Մոսկովյան 33 հացեով, հիմա Մաշտոցի 50։ $75,000։ Ու այսենց բոզիտղության հետևից կոպեկներով գմփսնելով գնացել են, բնականաբար ապահովելով այլ եկամուտ։ Նասիրյան ինչ խրգելով, Նասիբյան, ուր է այդ բոզը։ Ընկեր տհաճ մարդ, ինչի չի գործում կինոնայրին։ Կամ եթե այս մարդը բան մեղադրել է, հարուցվել է քրեական գործ, ուր է։ Ինչի կալանավորված չի։ Ինչի չեք հետ գանձում այդ գույքը, խիչի պետականացվում։ Ու սենց ամբողջ Հայաստանը, թիկա, դիլիմ, բանն էլ ասում է, լովիկս, ասում է բանը մեր Toyota սերվիզը եռաբլուրից հեռու է։ Ինչի եք ասեմ Toyota սերվիզը եռաբլուրի վրա է։ Լովիկ, ձեր Toyota սերվիզը միգուցե եռաբլուրից մի քիչ հեռու է։ Բայց եռաբլուրից մինչև Toyota սերվիս ընկած տարածքը պապայիդ սեփականությունն է։ Պապատ եւ Սերժի Վաչոն, այսինքն Սերժն ու պապատ եռաբլուրի հողերը սեփականաշնորհել են, տղա ջան։ Կամ պապայիդ տան, կամ ձեր տան ուրա։ Աշխատակից Որսկանյան Արամայիս Լևոնի։ Եղել է գլխավոր ինչ են ասում, նախագահի աշխատակազմին առընթեր կոնդի առանձնատների տնտեսության պետ, պոակի տնօրեն է եղել Որսկանյան Արամայիս Լևոնի։ Տարեկան 1 միլիարդ դրամ պետական բյուջեից դուրս հագրվել այդ հիմնարկի համար շինարարական աշխատանքներ անելու եւ այլն։ Որսկանյան Արամայիսը ստեղծել է շինարարական ընկերություն աղջկա կանգա չգիտե որ մի եթմի անունով պետության փողերը ընդդիցանե բերեկողե չերես իակարման կանգա դլոյ մահանա թե իրականացնում է ռեմոնտ կոյուղի ասարկում ծառաջրում ես իմիշ քաքսաուտը $100 միլիոն գույք ունի Որսկանյան Արամայիսը որը ընդամենը եղել է Ռոբերտ Քոչարյանի տան ինչա տնտեսական գծով ինչ են ասում դրան պարետա տնօրենը ինչը տրուբեմ փչացավ հողը իսի ինչելավ կանաչը ջրեք էսարեք եւ այլն ուրեմն Կասկադում 2 հեկտար հող ունի Որսկանյան Արամայիսը 20,000 քառակուսի մետր 4 հեկտար հող ունի Ավանում Աճարյանում Կինը միլիոնավոր դոլարների սեփականություն ունի Որսկանյան Գայանեն։ Այսքանից հետո ընկեր Լովիկն ասում է մենք սուրբ մարդ ենք, այտենց բան նեմա։ Ուրա, ես ինչ կրկինեցի։
Էսել սրա ընտանիքն է, աղջիկն է եւ այլն։ Էս ինչ են գրել։ Քոչարյանի գործերից տվելային կառավարիչ Որսկանյանի աղջիկն է Լովիկի կոնգրեսում վեշնի կայֆավատ Վարդուհի, իսկ սրա փեսան հիմա պետ օպերատիվ հետախուզության վարչության արագ արձագանքման բաժնի պետն է Արտակ Անդրեասյան, Ռոբի տան տղեն, պետ արագ արձագանքման պետն է ու Նիկոլի օրոքա նշանակվել, էս էլ դիցուհին է, Որսկանյան Վարդուհի, Որսկանյան Վարդու նկարը տնենք տելեգրամ կանալ, տոտենան, ընգեր լովիկն ասում է մենք սուրբ մարդիկ ենք, հերիքա մեր անվան հետ խաղալ, լովիկ էս ինչա, հա, ու մեկ դրե գժիտեղ էս Նիկոլ բոզի տղա թայֆով, ժողովրդին չի ստացվի, ալևս այդ միամիտը չենք ուրա, չպստեմ նկարը, նայեն տենան ընգեր Որսկանյանի ընդամենը եղելա, ատի տնտեսվար, հա, կոպիտ ասած, $100 միլիոն կարողություն, որից 2 հեկտար հող միայն կասկադում, կասկադ, աբազան, մեկը հետևից գնացել է, ոչ, մարդն ասում է, ընչի եկ Տոյոտան կապեմ Եռաբլուրի հետ, բա ում հետ կապեմ լովիկ, Եռաբլու, էսի է բոզի տղա, որ չի կարեմ, ոչ հորը ծծցնի, ոչ քեզ ծծցնի, ոչ էլ դու ես յան ծծցնեմ, պիտի մեկն ու մեկի ծծցնեք, որ մենք տենանք բան հասկանանք, ես տեսողական արգազմ եմ ուզում ապրեմ, իսկ Որսկանյան Արամայիսին ես առանձնահատուկ կանդրադառնամ, առանձնահատուկ, ես ուզում եմ շնորհակալություն հայտնեմ Միացյալ Նահանգներին, Եվրոմիության բարձրաստիճան որոշակի անձանց, ովքեր իրենց, այսպես ասած, ճնշումների արդյունքում եղավ այն, ինչ եղավ։ Ադրբեջանը համաձայնվել է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել 32 ռազմագերու, երբ կվերադարձնի օժան պատարագ ես չգիտեմ, բայց սա արվեց այսպես ասած Ամերիկայի եւ Եվրոպայի ջանքերով, Ռուսաստանի Դաշնությունը ստեղ նեմա, ոչ ձայն, ոչ ձեն, ոչ ձուն։ Բնականաբար վերլուծելով ամերիկյան թևի հաճախակի դարձած այցերը, որ մտնում նայեմ ես սրա օգնական, նրա օգնական, ռեֆերենտ, խորհրդական Ադրբեջան հասկանալի է, որ Զապադ, ոնց որ ռուսական կողմն սիրում արտահայտել, փորձում է Ադրբեջանին դուրս բերել ռուսական ազդեցության գոտուց։ Եվ դրանով ըստ ինձ պայմանավորված 2024 թվականին Ադրբեջանում հնարավոր կայանալիք նախագահական ընտրությունները։ Ես ոնց հասկանում եմ Ադրբեջանում կկայանա ոչ թե միայն նախագահական ընտրություն, այլ նաև փոփոխություն տեղի կունենա սահմանադրության մեջ Ադրբեջանի, որովհետև այնտեղ վարչատարածքային հարցեր կան, պետք է տալ նոր չգիտեմ, քարտեզ գծել, այնտեղ Ղարաբաղը կոչել այլ անունով երևի, այնտեղ ռայոնների անուններ փոխել, տուդա-սուդա։ Եվ Ադրբեջանը միգուցե ունենալով պայմանավորվածություններ Ալիևը ընկեր Պուտինի հետ, հիմա պիտի հետ կանգնի այդ պայմանավորվածություններից, բայց որպեսզի կարողանա լեգալ հետ կանգնի այդ պայմանավորվածություններից, ամեն հավանականությամբ դրա պատճառով էլ գնում է ընտրությունների։ Հիմա Մեհրիբանը կդառնա Ադրբեջանի նախագահ, թե Ալիևի տղեն կդառնա կամ իրանք փոխեն սահմանադրությունը կսարքի պարլամենտական ես չգիտեմ, բայց իրավիճակը տանում է դեպի նրան, որ տարածաշրջանը կամաց դուրս է գալիս ռուսական ազդեցության գոտուց։ Ես չեմ բացառում, որ հնարավոր է նաև ընտրություններ Հայաստանի Հանրապետությունում, ժամանակից շուտ պարլամենտական ընտրություն, իմ կարծիքով դա կլինի ճիշտ որոշում, եթե 2024 թվականին մենք ունենանք պարլամենտական ընտրություն և ֆիլտրվի, մաքրվի պարլամենտը, որովհետև այսօրվա պարլամենտը ինքը ոչինչի յակա յա չկա, մենք այնտեղ տենում ենք միայն թատրոն, ցիրկ, կլոունադա, գրզոն ալենա գրլեմ, ալենա գրզոյա գրլեմ, գրզոն ոչ մի կերպ չի կարող հարմարվի այն մտքի հետ, որ իր աշխատողը, իր տասովշիկը նստած ամբյոնի վրա իրան դիտողությունն անեմ
ասմա ձենդ, էնել ասմա դու էլ տեսուս մնա, ստեղ արդեն երևում է, որ գոնե գրզոն պիտի ունենաս մի չուտչկու հարգանք, ոչ թե ալենի, այլ այդ աթորի նկատմամբ եւ հրապարակայնորեն չկապնես, չլնենք խայտարակ, մենք տենում ենք, որ պարլամենտը պարլամենտի նման չի եւ այս հավանական ընտրությունների ժամանակ ակնհայտ է, որ համենայն դեպս պատիվ ունեմ ընկնեմա զիբիլի վեդրոն, գոյություն չունի այլևս, չեմ կարծում որ նա անգամ 5% հավաքի, ԿՊ-ն երբեք չի հավաքի այն ինչ որ հիմա ունի, Ռոբերտ Քոչարյանը չի հավաքի այն ինչ որ հիմա ունի, այո, ոչ մի կուսակցություն չի հավաքելու 50+, դաժե 40+, բացառվում է այս վիճակով, ամենալավագույնը կլինի 30 չեմ տա, նորից Վազգենի քուրը գծագրելով սրանից նրանից ձայներ գողանալով կբերեն կկողեն պարլամենտ, այս արդեն հոտը տենում եմ, ակնհայտ է որ հանրային ձայնը եւս հաղթահարելու է 5% եւ մտնելու է պարլամենտ, իրաց որով էլ ռում կցեն դա տենց է, բայց ես տեսնում եմ, որ նաեւ չի բացառվում վաղաժամկետ, հա, ընտրություններ Հայաստանում եւ դա ըստ ինձ ամենաճիշտ հարցի լուծումն է, քանզի այսօր ամբողջ պետական ապարատը, ազգային ժողովը եւ այլն չկա, գոյություն չունի կատեգորիկ եւ նայելով այս ամենը, վերլուծելով այս ամենը, հասկանալով Ես մի բան եմ մոռացել, հա, այս ամենը մենք տենում ենք, որ ռաս ընկեր բանը Ռուսաստանը դավաճանեց Հայաստանի Հանրապետությանը, այո, դավաճանեց, ես բազմաթիվ անգամ ասել եմ, ես ոչ ռուսամետ եմ, ոչ ամերիկամետ եմ, ես հայամետ եմ, ով շատ տվեց, ես նրա կողմն եմ, դա շատ նորմալ քաղաքականություն է, նորմալ երկրների համար, Ռուսաստանը կամաց կորցնում է իր ազդեցությունը տարածաշրջանում, բարեցամենաբուն իմաստով, Ռուսաստանը պետք է հասկանար, որ Ղարաբաղի հարցի ամբողջական լուծումը, որը որ այսպես լուծվեց, դա ամենաառաջինը վնաս էր Ռուսաստանի Դաշնությանը, եթե չկա տարածաշրջանում կոնֆլիկտ, ապա նախույ нужна Россия, если тут нету конфликтов. Չկա. Եվ նայելով այս ամենը, ես գտնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը ռաս լուծել է իր տարածքային խնդիրները, արշևում այդ խաղաղության պայմանագիրը, ես չգիտեմ, ինչ հերթական խայտառակություն կբերի Նիկոլ Փաշինյանը խաղաղության պայմանագրով, կկարողանա արդյոք ի ասած այդ 29,000 28,000 քառակուսի մետրը պահել, քառակուսի կիլոմետրը, եթե չորեն պիտի սիկտիրելնի գնան, եթե այո տեսնենք, բայց եթե կնքվում է խաղաղության պայմանագիր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ապա հաջորդ քայլը, որը որ ես եմ տեսնում դա Հայաստանի անդամակցությունն է ՆԱՏՕ-ին։ Եթե իհարկե Միացյալ Նահանգները կհոգա ամբողջությամբ Հայաստանի Հանրապետության բոլոր խնդիրները, դա կլինի գազի հարց, եւ թույլ պիտի տա, որ ես կարողանամ գազը բերեմ բանից Պարսկաստանից եւ մի շարք այլ տնտեսական հարցեր։ Եթե Ռուսաստանն է ծանր տանում այս հանգամանքը, ուրեմն եթե Ռուսաստանը ուզում է որ Հայաստանը դառնա ռուսամետ, այսինքն ասենք, չէ, նար ցար, սամի լուշի ցար, ապա Ռուսաստանը պիտի ինձ վերադարձնի Լեռնային Ղարաբաղը։ Ոնց տվեց Ադրբեջանին, մենք տեսանք ինչ արեցին խաղաղապահ կոնտինգենտը, որ մատը մատին չէր տալի, կեղծ բնապահպաններով փագել էին ճանապարհը, ժողովրդին մատնել էին սովի, հետո իրականացնում էին բիզնես, ռուս խաղաղապահները, գույքը, ավտոները, տրանսպորտը խլում էին Ղարաբաղցիներից, երես որ հնարավորություն տային, որ Ղարաբաղցի գնային։ Մենք տեսանք, սա խաղաղապահ կոնտինգենտը դարել էր օլիգարխ։ Ուրեմն եթե ռուսը ուզում է իր ազդեցությունը ամրապնդի, հետ բեինց Լեռնային Ղարաբաղը։
Եթե հետ չես բերում ինձ իմ Լեռնային Ղարաբաղը հանձնում ես հանձնիկ Ադրբեջանին, ուրեմն շատ ներողություն, ինձ պետք չի ռուսական կոնտինգենտի զինված ուժերի ներկայություն Հայաստանի Հանրապետությունում, սա իմ տեսլականն է, եւ այն 400 քանի միլիոն դոլարը, որ Ռուսաստանը պարտավորվածություն ունի վճարել Հայաստանի Հանրապետությանը հետ տալ կամ զենք տալ, ոչ զենքն է տալի, ոչ գումարն է տալի, ուրեմն շատ ներողություն, ինչ գույք ունի Ռուսաստանի Դաշնությունը հիմա Հայաստանում, Հրազդան ջեք, հայկական երկաթուղի, չգիտեմ այնտեղ Մերգելյան ինստիտուտ, այն որ Ռոբերտ Քոչարյանը գույք պարտքի դիմաց կողեց ռուսների ոռը, հիմա այդ նույն գույքը պարտքի դիմաց Հայաստանի Հանրապետությունը պիտի հետ վերցնի Ռուսաստանը, ասա ախպեջան, ես քեզ պարտքի տվեցի, հիմա դու ես ինձ պարտ, ես իմ գույքը հետ եմ վեկալում, այս գազի տրուբեն, որը որ տվել են ռուսներին, չէ, ինքնավորոշում, գազի տրուբեն են վեկալում, կամ չգիտեմ, ջեկն են վեկալում, այս են վեկալում, այն են վեկալում, կամ իմ զենքը տուր, կամ իմ փողը տուր, փողը չես տալը, զենքը չես տալը, բոզը տղեն ասում ես, մեր բանն է, ստրատեգիչեսկի պարտնորը, մեր փողը տվել ենք, զենքը չկա, ասում է, Ռուսաստանն ասում է չես, ուրիշինի նկատի ունեի, ուրիշինում բոզի տղա, մեր ստրատեգիչեսկի պարտնորը ռուսն է, ընկեր ռուս, կամ իմ փողը տուր, կամ զենքը տուր, կամ RЖD, մերժD եւ այլն, ես հետ եմ վերցնում։ Իմ կարծիքով ստեղ նեղանալ չպիտի լինի։ Ես հասկանում եմ, որ Ռուսաստանի զենք է պետք, Ուկրաինայի հետ իրեն ծծցնեմ, բայց ինձ էլ պետք։ Այդ 400 միլիոնը կամ հետո ես հնդիկից կառնեմ, չգիտեմ, սերբից կառնեմ, մյուսից կառնեմ, չկա, այդ փողը չկա։ Այս երկու տարի սառը մնացել է։ Դու ընկեր Ռուսաստան օգնեցիր Ադրբեջանին, Թուրքիային Ղարաբաղը վերցնելու, բարի, շնորհակալություն, վերջացավ, ես ուրեմն խաղաղության պայմանագիր, ես էլ գնում եմ ՆԱՏՕ, goodbye my love։ Ինձ թվում է Միացյալ Նահանգները դեմ չի լինի, չէ՞, ռուզիկ, որ Հայաստանը մտնի ՆԱՏՕ։ Ուրիշ պաշտպանվելու միջոց ես չունեմ, որ վաղը միսօր հանգարց Ադրբեջանը չորոշի արձակվի Հայաստանի վրա։ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը գմպցրեց, ՆԱՏՕ-ն կողմից պիտի գմպցնի։ Ես այսպես եմ տեսնում, որտեղ հաց, այնտեղ կաց։ Մեզանից իրավունք չունի նեղանալու ոչ ռուսը, ոչ բելարուսը։ Իմ Տիմիջալոց Աբբաս բավականին ակտիվացել է Գագոն նորից։ Ուզում է հետ վերադառնա քաղաքական դաշտ։ Երկիչ երկշուհիները հավաքան բանանում, ասում է Գագոն մոտա Լուկաշենկոյի հետ։ Այդ չեն ասում Գագոն Լուկաշենկոյի բոզնա, ինչ մոտ, էնի պրեզիդենտ, էսի բռնաբաշ, իրար հետ ոնց կարա մոտի կլնեն, չէ, Գագո, լոխում, կուտես, Գագո, պարսկական լոխում պուդրին լիցվերեն տուր Գագոին կոֆեյով, պիտի ամենը առաջնահերթության սկզբուքը լինի Հայաստանի պետական շահը, ուրիշ ոչինչ, ռուսը լավն է, վատն է, ամերիկացին ցիվիլ է, կրթված է այդյանց համար է, ինձ հարկավոր է երկրի պետական շահը, անվտանգություն, մենք տեսանք, որ Ռուսաստանի Դաշնությունը քաքեց, սռեց, սպնեց անվտանգության մեջ, էլ բանը բայրակտարն եկավ հասավ Աբովյանի գլխին, Վարդենիս մտան, ջերմուկ ծծրին եւ այլն մարդիկ изучают обстановку. ОДКБ изучает, ОДКБ рассматривает, ОДКБ думает. Тут я вспомнил мультик про слона. Сами, лев. Он заметил тебя. Он услышал тебя. А есть ну им вичагна. Инспект чего? Заметил, кам услышал анел. Инспект каем кого лини норма стратегический партнер. Սայլ դա հետ կապված։ Վերջում դատավոր Սարգիս Երիցյան, ձեր մոտ է գտնվում տուժող Արտեմ Խաչատրյանի գործը, որը որ մի դատ կրել է ծցնելով Երևանի քաղաքապետարանին, հիմա Երևանի քաղաքապետարանը հակընդդեմ հայցաբերել այս քաղաքացու դեմ, ով կույր մարդ է։ Եվ ավիրել են, գմպցրել են այս մարդու տուն ու տեղը կոյուղաջրերով ամեն ինչով։ Ես հորդորում եմ դատավոր Սարգիս Երիցյանին լինել օբյեկտիվ։ Եվ ամսի 11-ին կայանալիք
դատի ժամանակ կատարել օբյեկտիվ դատավճիռ, ինչը որ արել է մյուս դատարանը։ Մնացած թեմաներով մենք հետո լրացուցիչ տեղարկենք թեմաները շատ են, մենք տեղափոխենք հաջորդ հաղորդմանը։ Շնորհակալություն, միջնոր հանդիպում։ Այսօր այսքանը, հաջողություն ձեզ։